Բիզնեսմենը աշխարհի բարեկեցության գեներացնողն է։ Պրոֆեսիոնալիզմը այն չի, որ դու չես սխալվում, որովհետև եթե դու ապրում ես, դու սխալվում ես։ Պրոֆեսիոնալիզմը նա է, որ դու քո սխալները արագ կարողանում ես գիտակցես։ Մասնագիտությունից անցումը բիզնես ստեղծելու, հիմնադրելու ամենահայտնի ու ամենատարածված ձևերից է։ Ասում են իմ երեխու պես։ Ապրես, Բայց բիզնեսը չի կարա լինի երեխու պես։ Իմ կարծիքով ֆինանսիստը բիզնեսի արյունաբանն է, ով նայում է արյան ցուցանիշները ու շատ ավելի շուտ ասում է եղբայր խոլեստերին ունես։ Հայաստանում կարանք, որ մարդը քեզ պարտք լինի, ասենք դու մտ խնդրես անընդհատ, որ խնդրում եմ տուր ու մի փոքր տալուց հետո էլ զանգե շնորհակալություն հայտնես, որ քո պարտքը տվեց։ Մենք այն կարծրատիպերը ունենք, չէ՞, ուսուցչի աշխատանքի, բժշկի որ իրանք միշտ ավելի առաջ են, գործարարը ինչ որ շատ հեռու մի տեղ է։ Միշտ ունեցեք տեսլական, միշտ ձեզ պատկերացրեք ապագայում 5 տարի հետո, 10 տարի հետո։ Ողջույն բոլորին, այսօր դարձյալ ունենք շատ հետաքրքիր հյուր, կապիտալիստ, ով բավական երկար ճանապարհ է անցել բիզնեսում ու բավական հետաքրքիր ու բազմաթիվ ճյուղեր ունեցող բիզնես է ստեղծել եւ կարծում եմ այսօրվա մեր դիալոգը շատ հետաքրքիր է լինելու բոլորին եւ գործարարներին եւ այն մարդկանց, ովքեր նոր են ուզում մտնեն բիզնեսի աշխարհ։ Բայց մինչեւ իմ հյուրին ներկայացնելը ես ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին։ Առաջի գործընկերը Spin Production ընկերությունն է, որի հարկի տակ նկարում ենք մեր պոդքասթները։ Երկրորդ մեր գործընկերը Փարվանյան Consulting ընկերությունն է, որի հիմնադիրը Մհեր Փարվանյանը մեր ակումբից է, իսկ Փարվանյան Consulting-ը ունի բազմաթիվ ծառայություններ, սկսած հաշվապահական հաշվառումից, շարունակած ֆինանսական տնօրենի ծառայությունով, ընկերությանը հարկային ստուգմանը պատրաստելու ծառայությունով, ընկերությանը պարտատոմսերի կամ բաժնետոմսերի թողարկման պատրաստելով եւ այդ ամբողջ process-ը ուղեկցելով եւ առհասարակ ֆինանսական աշխարհում ինչ ծառայություն պետքա հիմնականում խոշոր բիզնեսին, Փարվանյան Consulting-ը ունի այդ ծառայությունները։ Եվ այսօրվա իմ հյուրը Փարվանյան Consulting-ի հիմնադիր Մհեր Փարվանյանն է։ Մհեր ջան, բարով ես եկել։ Ողջույն Գրիգ ջան։ Քեզնից շատ եմ խոսացել պոդքասթների մեջ։ Այսօր միանգամից արդեն կարանք միասին նկարենք շատ հետաքրքիր դիալոգ ու խոսանք բիզնեսից, քո անցած ճանապարհից ու կարծում եմ մեր ունկնդիրներին լիքը հարցեր կա, որոնց պատասխանը դու ունես։ Մեծ սիրով, իմ կարծիքով քո այդ դիալոգը միշտ լավ է ստացվում, միշտ պրոդուկտիվ է ստացվում եւ հետաքրքիր։ Ամենա սենց բանը կարևոր point-ը այն է, որ երբեք չգիտես քո այդ դիալոգը որ ուղղությամբ կգնա, էլի, այդ մասով շատ հետաքրքիր։ Մեր ակումբի տղաներից մեկի նոր գիտես ինչ ասում, ասում է դու երբ որ գցում ես այս պոդքասթները մեր chat, գրում ես այ հիմա եկեք նորովի բացահայտենք մեր այս ակումբակցին, մեր այս ընկերոջը, ասում բայց ամբողջ հետաքրքրությունն է, որ մենք ամեն անգամ քեզ ենք նորովի բացահայտում եւ տենց ինչ որ կիսա համեստորեն ասեմ, որ կարա լինի նաեւ նման բան, որովհետեւ քո ասացի նման երբեք չգիտես թե հետաքրքիր զրուցակիցի հետ թեման միջև որ կգնա, բայց պատրաստ եմ ցանկացած խորության, այսպես ասած, էլի, որ խորությամբ էլ իրար հետ իջնենք, ես դրան պատրաստ եմ։ Դե ոնց կտանի դիալոգը, այնպես էլ կգնանք սենց ասել։ Դե պատմի ոնց է սկսել բիզնեսը, որովհետև դու սկսել ես բիզնես գիտելիքի հիման վրա, գիտելիքի վրա կառուցել ես բիզնես, ու այդ բիզնեսը լայնացրել ես, մեծացրել ես, զարգացրել ես բավական մեծ թիմով, բավական լայն ծառայությունների տեսակով ու մեկը մեկից այսպես ասած օգտակար ու հետաքրքիր պրոդուկտներ է ստեղծել ու ինքդ շատ ակտիվ գործարար կյանքով ես ապրում ինձ շատ հետաքրքիր է երբ ես սկսել ու ոնց Ահա շատ հետաքրքիր է իրականում ու նաև ես շատ կուզենամ միջև բիզնես սկսելը պատմեմ, այսինքն ոնց եմ ես հայտնվել ինչ-որ մի վիճակում, երբ որ բիզնես եմ ստեղծել, տես նախ ուզում եմ ասեմ, կյանքում այնպես է ստացվում, ես համոզված եմ դրանում, որ ցանկացած բան, որ մեր կյանքում լինում է կամ չի լինում, այդ ամբողջը ոնց որ բարի գործակցի, այսպես բարի գործակից է մեր կյանքում լինում, եթե մենք այսպես ճիշտ ենք ապրում, ըստ իս։ Հետաքրքիր միտք ասեցիր, չընդհատեմ, բայց ես մի քիչ կպարզաբան ասել, էլի։ Իհարկե։ Հիմա պարզաբանեմ, ընդ որում, հիմա պարզաբանեմ, սա ոչ թե ինչ-որ համեստության կամ անհամեստության կոնտեքստում եմ հիմա պատմում, այլ պատմում զուտ այդ իմ ասացի ի հիմնավորումն իմ ասացի, էլի, ուրեմն, տես, ես դպրոցը ոնց որ տենց ոսկի մեդալով ավարտեցի, հետո ինստիտուտը կարմիր դիպլոմով, տենց մասնագիտությամբ հիմա սա եմ ուզում նախ պատմեմ միջև մասնագիտություն, հա, դպրոցը երբ որ կարմիր ոսկե մեդալով ավարտելուց հետո ես դիմեցի
պետական տնտեսագիտական համալսարան այն ժամանակ ժող, հա, ես դիմել էի ֆինանսների եւ վարկ ու անկապ ուղակի որտեվ Ժողի ուսանողներ ողջուններ ձեզ։ ողջունում եմ բոլորին, նվանավանդ որ այնտեղ ես դասավանդել եմ երկար։ Ես էլ այո, ձեր ժողի ուսանող եմ եղել։ Այո։ Ու քանի որ ոնց որ ուղակի իմ ավագ եղբայրս, ավագ ընկերս, այսպես ֆինանսներ վարկում էր սովորում, ես ինձ ուղակի նշել էի ֆինանսներ վարկ ու պատկերացնում ես 59 բալով չընդունվեցի ֆինանսներ վարկ։ 59-ից դու հավաք։ Այո, 59 Ես բալով։ 49-ով ընդունվել եմ վիճակագրության բաժին անվճար։ Մի խոսքով 59 բալով Այսինքն չընդունվեցի։ վճարովի ընդունվեցի։ Չէ, չէ։ Երկրորդ անվճար տեղը նշել էի պետական եւ մունիցիպալ կառավարում, ուղակի։ Եվ փաստացի ֆինանսներ վարկ չընդունվելով գնացի պետական եւ մունիցիպալ կառավարում, այնինչ փաստորեն ի սկզբանե պետք էր որ ես գնայի այնտեղ, որտեվ կառավարումը ինձ շատ ավելի լայն այսպես տեսլական տվեց, էլի իրականում։ Այդ բարի գործակցի պատմությունն եմ պատմում, էլի, միջև վերջ որ ոնց որ։ Հա, եւ հետո կարմիր դիպլոմով ավարտելուց հետո պիտի ասպիրանտուրա ընդունվի։ Մի խոսքով տենց վստահ է, էլի, որ ես պիտի գնամ, չգնամ ծառայելու, իհարկե հիմա որ հետ եմ նայում, ես ծառայությունը իրականում անկեղծորեն շատ կարեւոր եմ համարում։ Դե ամեն տարի ունի իր առանձնահատկություններ, այսպես ասած, խոսում ենք 20 տարեկան տենց ինչ որ ուսմամբ տարված երիտասարդի մասին։ Մի խոսքով, բայց չընդունվեցի տարբեր պատճառներով, շատ հետաքրքիր ձեւով չընդունվեցի ասպիրանտուրա եւ տեղից տեղափոխվեցի ոնց որ առաջարկ եղավ, արդեն մեկ էր ինձ ամեն ինչ sense աշխարհը փուլ էր եկել իմ համար, նորից բարի գործակիցն եմ պատմում։ Եվ առաջարկ եղավ, որ ես գնամ պաշտպանության նախարարություն զորամասերից մեկում որպես հաշվապահ։ Ես մասնակցությամբ հաշվապահ չեմ, հա, եւ համաձայնվեցի որպես լեյտենանտ գնացի 5 տարով պայմանագիր կնքեցի եւ Սովետաշենի զորամասում աշխատում էի որպես ավագ հաշվապահ։ 6 ամիս հետո արդեն դառա ամբողջ բանակային կորպուսի ֆինանսական բաժնի ղեկավարի պաշտոնակատարը, իսկ երբ լրացել էր 2 տարիս, տեղափոխվեցի պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ եւ այդտեղից սկսվեց այդ բարի գործակցի, այսպես ուժեղ զարգացումը, այդտեղից սկսվեց շատ հետաքրքիր մի ընթացք իմ կյանքում, որտեղ ես հայտնվեցի մի միջավայրում, որտեղ ոլորտի ռահվիրաններն էին, այսպես գեներալ լեյտենանտ Հայկ Քոթանջյանն էր, ով որ սովետի ժամանակ ռայկոմ է քարտուղար էր եղել, ասենք մարդերով 60 տարեկանում գնացել Հարվարդ էր սովորել, Հայաստանում քաղաքագիտության հիմնադիրն է, այսինքն այդտեղ մարդիկ էին ովքեր լավ դպրոցից այսինքն Նիկոլայ Հովհաննիսյանն էր այդտեղ ով Հայաստանում արևելագիտության հիմնադիրն էր եւ բացի նրանից որ օրինակ հիմնադիրներից մեկն էր, բացի նրանից որ օրինակ բազմաթիվ գրքեր ուներ գրած ինքը մասնագիտական, նաև օրինակ Սովետ միության անունից սենց նստել բանակցել էր Յասեր Արաֆատի հետ, ասենք, այս մարդկանց միջավայրում ես հայտնվեցի եւ սկսեցի զբաղվել բացի ֆինանսական բաժնի ղեկավարից, սկսեցի զբաղվել Հայաստանի տնտեսական անվտանգության պրոբլեմատիկայով եւ ուսումնասիրում էի եւ հանրապետության բարձրագույն ղեկավարության ներկայացնում էի, թե օրինակ ոնց անենք, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունները օրինակ ինչպիսին Fitch-ը, Moody's-ը եւ այլն Հայաստանի ներդրումային վարկանիշը բարձրացնեն կամ երիտասարդական գործազրկության պրոբլեմատիկով էսպես։ Այդտեղից գնացի վերապատրաստվեցի Գերմանիա, ռեսուրսների կառավարում հենց ՆԱՏՕ-ի դպրոցում, հետո Մեծ Բրիտանիա գնացի վերապատրաստվեցի։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասել, որ տես փաստացի ֆինանսներ վարկ չընդունվել, կառավարում գնալ միամիտ այսպես ասած, ասպիրանտուրա չընդունվել ու էսենց ընթացք ունենալ, այսինքն այս բարի գործակիցը հենց սրա մասին էր։ Ստենֆորդի համալսարանի ուսանողների մոտ, երբ որ ինքը ասում է, որ իմ կյանքի են դեպքերը, որը եղել են սկզբում իմ համար ցնցումներ են եղել, հետո հետ հայացքելով այդ շղթան կպել է, որը ինչի համար է եղել ու բոլորը եղել են ամենաճիշտ պահին, ամենաճիշտ նպատակի համար։ Այդ քո ասացի նման, մենք հիմա գտնվում ենք այն տարիքում, երբ կարանք առաջին միջանկյալ հետևությունը անենք ես իմաստով։ Այո, բայց լավ նորությունը այն է, որ մենք այդ ընթացքի մեջ էլ գնալու ենք։ Այդ լավ նորությունն է։ Այսինքն մենք պիտի վստահ լինենք, որ մենք հիմա էլ ենք այդ ընթացքի մեջ։ Այսինքն երբ որ ինչ-որ մի նպատակ չի իրագործվում կամ ինչ-որ մի բան դու կորցնում ես, պետք չի կարճել, պետք չի բռնել այդ ճանապարհից, չէ ու չէ, սա է իմ ճանապարհը, կյանքը երբեմն մարդուն sense ճանապարհից լրիվ ուրիշ կողմ է շփրտում, բայց շփրտում է այն կողմ, որը ավելի, ոնց ասեմ, երկարաժամկետ կտրվածքով ավելի ուղիղ է մեզ դեպի մեր նպատակներին տանում։ Անշուշտ, այո, հենց այս սրա մասին էր ու ասում եմ լավ նորությունը նա է, որ մենք պիտի վստահ լինենք, որ այս ընթացքը շարունակվելու է։ Այսինքն մենք այդ մեր
վիճակը մեր այնպեսին պիտի լինի, որ այս ընթացքը իրոք շարունակվի եւ վստահ լինենք, որ այս ընթացքը շարունակվում է մեր կյանքում։ Լավ։ Ու այսպես մի խոսքով 13 թվականին հիմնադրեցի արդեն այս ամբողջ այսպես բագաժը սես բառը օգտագործեմ ունենալով, այս դպրոցը ունենալով հիմնադրեցի Փարվանյան Consulting-ը, ինչի որոշեցի, միջև այդ մի հատ ընկերոջից հետ փոքր որոշեցինք տենց հաշվապահական ընկերություն բացենք, որ տուն էինք վարձել, MGPM Consult էր կոչվում, մի խոսքով չկարողացանք ոչ մի բան անել, որովհետև լուրջ չէինք վերաբերել ըստ էության, այդ ոնց որ նախափորձն էր, այսպես ասեմ, այդ 2011 թիվներ։ Իդեպ մենք էլ ես ու եղբայրս մեր հաշվապահական ֆիրման ռիտ հիմնադրել ենք 11 թվականին։ Շատ հետաքրքիր զուգադիպություն է։ Ու հետո արդեն ես 13 թվականին հիմնադրեցի Փարվանյան Consulting-ը, 13-ին։ Այո, հենց Փարվանյան ինչի որոշեցի, որ ոնց որ ինքս ինձ տուպիկ տայի, այսինքն ազգանունը լիներ պարտավորեցնող, որ ես իրավունք չունեմ այդ ազգանունը գետնով տալու, հա, այսպես սենց էի մտածում այդ ժամանակ, հա, ու տենց որպես հաշվապահական ընկերություն հիմնեցի 2 հոգով, ես մի տղա տնօրեն, հա, ու այսպես սկսեց ինքը որպես հաշվապահական ընկերություն զարգանալ, այնուհետև արդեն հիմա Փարվանյան Consulting-ը արդեն բավականին նորմալ խորհրդատվական ընկերություն է, մոտ 60 հոգի ստաֆով, իրավաբանական թիմով, լիցենզավորված իրավաբաններով, այո, ֆինանսիստներով, full ACCA, այսպես լավ ֆինանսական թիմով, ամերիկյան համալսարանի հետ ենք համագործակցում, եվրոպական համալսարանի հետ ենք համագործակցում, մենեջմենտի թիմով, որոնք որ մենեջմենտ են անում, բավականին մեծ ունենք վարչական անձնակազմ։ Արի մի հատ վերջին ձեր պրոյեկտից խոսանք, դուք մեր ակումբակից ընկերների համար, Սոնայի եւ Արմանի Հարությունյան, հա, մեր ընկերների համար իրանց ընկերության պարտատոմսերի թողարկումը արեցիք, չէ՞։ Կպատմես մի քիչ այդ պրոյեկտի Հա, մասին։ իհարկե։ Ու ինչ ծառայությունն է դա, ինչ են ընկերությունները վերջի տարիներին, նու վերջի 1 տարում հաստատ ավելի ու ավելի հաճախ պարտատոմս թողարկում։ Ինչն է դրա տնտեսական, այսպես ասած, հիմնավորումը։ Անպայման։ Ուրեմն մենք ոչ թե պարտատոմսերը օգնեցինք ուղակի իրենք որ թողարկեն, այսինքն ընկերությանը որոշակի ընկերությունը իրականում Արմանի եւ Սոնայի ընկերությունը էլ մակարդակին է, որ ինքը հենց ի վիճակի էր պարտատոմսեր թողարկելու, մենք ուղակի կատարեցինք դրա ցուցադրումը, որ իրենք ի վիճակ են, այսինքն ինչ արեցինք, առաջինը իրավական որոշ գործընթացներ իրականացրեցինք, խորհուրդ ստեղծեցինք եւ այլն, այսպես որտեվ կառավարության պահանջներն են եւ ամենակարևորը, ինչը առանձնացնում է իրականում շուկայում իրենց, այդ բիզնես պլանն ու valuation-ն է բիզնեսի, ինչը տարբերվում է մյուս համանման պրոդուկտներից, ընդ որում այս թողարկող իրենք են, մենք ըստ էության օգնողն ենք, իսկ տեղաբաշխողը մեր մյուս ակումբակիցն է, Cubinvest-ն է, այո։ Cubinvest-ը վերջերս որ ընկերություն թողարկումը Cubinvest-ին է տեսնում, Արմենը Տեր Հակոբյանն նույնպես իմ հյուրը կլինի։ Այո, որտեվ իրենք ճիշտ մոտեցումներով առաջ են գնում, այս պրոդուկտն է համատեղ որ արել ենք, սա էլ ըստ էության շուկայում նորույթ, հա, այսինքն որ տեղաբաշխող ներդրումային ընկերությունը խորհրդատվական ընկերության հետ համատեղ պրոդուկտ անում, սա ըստ էության նորույթ է։ Ու այսպես Արմանենց համար այս պրոդուկտը արել ենք, հիմա բավականին հաջողությամբ այդ պարտատոմսերը սպառվում են, դրա համար եթե շատ լավ ներդրում է իրականում ու համ իսկ ինչի է ընկերությունը թողարկում պարտատոմս։ Ընկերությունը պարտատոմս թողարկում է մի շարք պատճառներով։ Առաջինը դա խոսում է ընկերության այնպիսի մակարդակի մասին, որ ինքը ուզում է public դուրս գա, որովհետև տեսեք, բաժնետոմսերը այդ այլ level-ի, այսպես հանրային ընկերության մակարդակ է, բայց դրանից առաջ ավելի ցածր level-ը ըստ էության public-ի դա պարտատոմսերն են, ինչը որ freestyle-ը արեց, բացի դրանից կառավարությունը շատ լավ ծրագիր ունի, որով ֆինանսավորում է որոշակի տոկոսային կետ ընկերությունների կողմից վճարվող տոկոսների, սա բերում է արդեն մրցունակ է դարձնում բանկային վարկի առումով եւ բացի դրանից այս մասը մի քիչ բացի, ես գիտեմ այս սրա մասին, բայց մենք շատ գործարար ընկերներ ունենք, ովքեր էլի կարան պարտատոմս թողարկեն, բայց պետության այս ծրագրի մասին չգիտեն։ Հա, այս ծրագիրը ընդ որում ավարտվում էր մարտին, հիմա դրված է Փառք Աստծուն ծրագիրը կառավարության կայքում իդրաֆտում ու երկարացնում են մինչև սեպտեմբերի վերջ, այսինքն քիչ ժամանակ կա եւ մեր ընկերները եթե ուզում են, պետք է այս process-ը արագացնել։ Ուրեմն արի մի հատ նորից հասկանանք։ Ուրեմն ինչումն է բանը, կառավարությունը ասում է, որ ընկերներ
ես ուզում եմ արժեթղթերի շուկան ակտիվացնեմ, որովհետև եթե մենք նայենք 1.5 տարի առաջ առնվազն արժեթղթերի շուկայում 1-2 ընկերություն կար։ Շատ վատ էր վիճակ, հիմա բավականին ցած ակտիվացել է այս ծրագրի արդյունքում։ Ասում է ինչը կառավարությունը ըստ էության ասում է, եթե դու դրամով թողարկում ես պարտատոմս, ես 3%-ային կետ, բայց ոչ ավել քան 45 միլիոն դրամը տարեկան ֆինանսավորում եմ քեզ քո տոկոսը։ Այսինքն օրինակ պայմանական դու 1 միլիարդ դրամի թողարկել ես պարտատոմս, օրինակ 12%-ով, 12-ով, արի 13-ով անենք, որ կլորել լավ, 13-ով, 1 միլիարդ դրամի 13-ով, այդ 13-ից 3%-ը, որովհետև 1 միլիարդի 3%-ը ըստ էության 30 միլիոնն անում, 45-ը չի էլ հասնում։ Այո։ Պետությունը ֆինանսավորելու է։ Այսինքն պետությունը բիզնեսմենի հետ դառնում է պարտնյոր։ Այո, պարտնյոր է դառնում ու այդ պարտատոմսը գնողին վճարում է այդ տոկոսային եկամուտը։ Պարտատոմսը գնողին իրականում չի վճարում, վճարում է բիզնեսին, բիզնեսն է վճարում պարտատոմս գնողին, ինքը փոխհատուցում է։ Հասկացա։ Այն հիպոթեկային բանի վարկի տրամաբանությամբ եկամտային այսպես ասած։ Եվ հաջորդը բացի դրանից պետությունն ասում է հարգելի բիզնես, դու որոշակի ծախսեր ես անում, որ այդ պարտատոմսը թողարկես, աուդիտ է, բիզնես պլան է, բիզնես ստրատեգիա է, իրավական որոշ պրոցեսներ են, խորհուրդ է եւ այլն, ասում է դա էլ եմ ես փոխհատուցում, ելի քո թողարկման ծավալի 2%-ի չափով, բայց ոչ ավել քան 30 միլիոն դրամ է։ Հասկացա։ Այսինքն ստացվում է նաեւ այս քո ծախսերն ըստ էության պետությունը փոխհատուցում, ինչը քեզ բավականին լավ գործիք է տալիս։ Իսկ կարանք ասենք, որ պետությունը այս ձևով որոշակի դիվերսիֆիկացիա անում բնակության ձեռը եղող այն գումարների, որոնց մեծ մասը բանկերում ավանդի տեսքով է, եւ այս գումարի մի մասը կարա հիմա դուրս գա բանկերից ու ուղղվի պարտատոմսերի գնմանը, հա? Հա, բայց ինչ խնդիր է պետությունը լուծում։ Երկու կարևոր խնդիր է լուծում, որը իրականում անկեղծ շատ խելացի ծրագիր է այս ծրագիրը, ոչ թե նրա համար, որ ասենք մենք ենք սա իրականացնում, այլ իրականում խելացի ծրագիր է։ Ինչի, որովհետև առաջինը, տես ինչա ստացվում Գրիգ ջան, ընկերությունը շակերտավոր ստիպված է աշխատի բաց ու թափանցիկ դաշտում։ Այսինքն 1000 անգամ որ հարկայինը պիտի գա ստուգի այս ընկերությանը ինչ որ խնդիրներ տեսնի, այս սրա միջոցով ընկերությունը որևէ կերպ շահագրգռված չի ինքը հարկ թաքցնելու արդեն։ Ինքը դուրս է գալիս մաքուր դաշտ։ Այո։ Թափանցիկ, աուդիտով, երամսյակամեկ եւ նաեւ ինստիտուցիոնալ։ Սա մեկ։ Երկրորդը բնակչությանը, հանրությանը, երբ որ սովորաբար պարտատոմսերի մեծ մասի ինստիտուցիոնալներն են առնում ներդրումային ֆոնդեր, բայց առնվազն 20-ից 30% առնում է բնակչությունը։ Ինչի, որովհետև բանկային ավանդը, ասենք 10-11% է, պահվում է եկամտային հարկ, պարտատոմսերը չեն հարկվում, ազատված են եկամտային հարկից։ Ամբողջությամբ 13%-ը չհարկվող եկամուտ է։ Այո, ընդ որում, ամենակարևորը օրինակ, եթե ֆրիստայլի օրինակը բերենք, իրանք երամսյակամեկ են կուպոնները վճարում, այսինքն երամսյակամեկ են տոկոսները տալիս, եւ ամենակարևորը պայմանական դու եթե ասենք բարձր տոկոսով ավանդ ես դնում, որպես կանոն այդ ավանդը տևում է երկար ժամանակ։ Օրինակ մի տարով պիտի պայմանագիր կնքես։ Պարտատոմսը 3 տարով է մարվում, բայց լավը որն է, որ երբ դու ուզում ես cash out լինես, դու երկրորդային շուկայում կարող ես այդ պարտատոմսը վաճառել։ Դու ես վաճառում, թե տնտեսվարողն է օգնում վաճառել։ Չէ, դու ես վաճառում, դու դուրս ես գալիս երկրորդային շուկա, Cube Invest-ի միջոցով, տվյալ դեպքում տեղաբաշխողի միջոցով վաճառում ես։ Ընդ որում հետաքրքիր բան ասեմ, մեր օրենսդրությամբ տեղաբաշխող ընկերությունը, մեր պարագայում Cube Invest օրինակ, ինքը ունի պարտավորություն որոշակի վաճառք գնելու, եթե ուրիշները չգնեն, այսինքն սա եւս քեզ ռիսկերից ապահովագրում է։ Բացի դրանից մեր օրենսդրությամբ պարտատոմսերը ունեն առաջնային պաշտպանվածություն, այսինքն եթե դու ունես որևէ ընկերության պարտատոմս եւ օրինակ այդ ընկերությունը գնում է սնանկության, ինքը պարտավոր է առաջերտին մարելու պարտատոմսերը։ Okay։ Այսինքն շատ էս առումով շատ հետաքրքիր է։ Լավ, իսկ այս այլ ասա, որ ծավալից հետո ընկերությունը կարա եւ առհասարակ իմաստ ունի թողարկի պարտատոմս։ Ինչ մետրիկաներ կան, թվային շրջանառություն, շահութաբերություն, չգիտեմ, տարիների գործունեություն, մասշտաբ։ Դե իրականում այս ծրագիրը, որ ասում եմ 3 տարի պիտի ընկերությունը գործի։ Լավ, դա մեկ։ Բայց ընկերությունը նախ պետքա լինի որոշակի իրանից բրենդ ներկայացնի, որ հանրության մոտ, վստահություն ձևավորի, այսինքն, չգիտեմ,
մենք ընդ որում ակումբում շատ տենց ընկերություններ ունենք իրականում, Իհարկե։ որոնք որ կարող են Ես այս հարցերը տալիս եմ, քանի որ մեր առաջի ունկնդիրները հենց մեր ակումբի գործարարներն են, ահա, ես կուզենայի, որ մեր ընկերները օգտվեին այս հնարավորությունից, քո միջոցով է, Կուբինվեստի մեր Արմենի միջոցով է, ու պետք է, քանի որ ժամկետն էլ կարող ավարտվի, ես ավարտվում կուզենայի է փաստացի, հիմա նոր դրաֆտը դրած է երկարացման մինչև սեպտեմբեր ու հետո չի երկարացվելու։ Եվ փաստացի նաև այն պարտատոմսերը հիմա հակառակ կողմից է ասեմ, ու մեր մյուս են ընկերներին, ովքեր ունեն որոշակի ազատ միջոցներ, որոնք կարող են ներդրում անել, խորհուրդ եմ տալի ձեռք բերեն պարտատոմսեր, որովհետև մանավանդ որ ավարտվեց ժամկետը, պարտատոմսերի գինը բարձրանալու է, անվանական արժեքը բարձրանալու է, ինչու, որովհետև պատկերացրու ոչ մեկ էլ 13%-ով պարտատոմս չի թողարկելու, կառավարության ֆինանսավորումը եթե չեղավ, որովհետև 13%-ով ձեռք չի տալի պարտատոմս թողարկել առանց կառավարության ֆինանսավորման։ Եվ ստացվելու է, որ ինչ որ մարդկանց ձեռք կա պարտատոմս, որոնք ունեն 13% եկամտաբերություն, ավտոմատ դիսկոնտավորված դրանց անվանական արժեքը բարձրանալու է, էլի։ մեր այսպես մի բան էլ ասա, ինչի է պետք բիզնեսմենին թողարկել պարտատոմս։ Օրինակ, եթե վարկային միջոցներով այդ գումարը ինքը ներգրավի, եթե ներգրավի տարբեր ներդրումային ֆոնդերի միջոցով, եթե ներգրավի, չգիտեմ, ուղղակի ներդրողի միջոցով, արդյոք պարտատոմսով գումար ներգրավելը զարգանալու նպատակ ունի ընկերությունը ամենաեսպայն հիմա մյուս կողմից եմ հարցը տալիս, էլի, այսինքն բիզնեսի սեփական տիրոջ կողմից եմ նայում։ Իր համար դա ամենալավ փողն է բոլոր փողերի համեմատ։ Իրականում այո, հիմա բացատրեմ ինչի, որտեվ այն առաջի կտորի մասին, երկրորդ կտորն էլ չասեցի պետության խելացի ծրագրի, ես խոսեցի բիզնեսը, որ բերում է մաքուր դաշտ եւ այլն, հա։ Խրախուսում է, որ բիզնեսը իրան այդպես պա։ Երկրորդ կտորը այդ արդեն ֆիզիկական անձինք են, այդ հանրությունն ա ում ձեռքը կա այդ գումարը, տես խնդիրը որն է, իրանք ավանդատուից, որ գիտեն բանկը երաշխավորված է, մի հատ էլ ունենք ավանդների երաշխավորման օրենսդրություն, գիտեն երաշխավորված է, իրանք իրանց X գումարը ստանալու են, իրանք խնայողից սկսում են ձեռք բերել ներդրողի մտածելակերպ, որովհետև եթե դու ունես տարբեր պարտատոմսեր, դու նայում ես, օքեյ, ես գնամ X, Y, թե ասենք ֆրիստայլի պարտատոմսը առնեմ։ Լավ, այդ էլի բնակչության տեսանկյունից։ Հիմա գամ բիզնեսին։ Բիզնեսի տեսանկյունից ինչի է լավ, որովհետև դու ըստ էության չունես մեկ կառավարող քո այդ պարտնյոր, ամեն դեպքում արի ընդունենք, որ եթե նույնիսկ բանկից դու գնում ես վարկ ես վերցնում, բանկը շատ դեպքերում կարող է փորձի որոշակի բիզնես պրոցեսներին միջամտել, սա մեկ։ Երկրորդը, երբ որ դու բանկից վարկ ես վերցնում, դու անպայման գրավադրում ես իրականացնում, այսօր մեծ գումարները շատ քիչ եւ հատուկ են դեպքերում անհնարավոր առանց կոշտ գրավի, այսինքն առանց անշրջգույքի գրավի, եւ երրորդ ամենակարևորը, ինչով է սա կարևոր, որ սա քո բրենդը ուրիշ լեվելի է բարձրացնում, ես արդեն ասեցի, եւ այս պարտատոմսերի տերերին դարձնում է քո բիզնեսի մասնակիցները։ Հիմա օրինակ արի ֆրիստայլի օրինակով խոսենք, այն ֆիզիկական անձը ով ունի 5 միլիոն դրամի օրինակ պարտատոմս ֆրիստայլի, ինքը հաստատ միշտ Levi's-ա գնալու առնի, էլի։ Հետևաբար սա շատ Նաև լոյալության ինչ որ բան է, հա, ինքը դիվիդենդ է, որը դու կուտակում ես քո հաճախորդների մոտ։ Okay։ Լավ, շատ լավ։ Էս է ընդհանուր։ Դե եթե իհարկե մեր ընկերները, մեր ակումբի գործարարները ցանկանան հիմա անել, կարող են դիմել եւ քեզ, եւ Արմենին, դուք միասին եք անում, ոնց հասկացա, չէ՞։ Միասին նկատի ունեմ հետեւյալը, Արմենենք որպես տեղաբաշխող, Կուբինվեստը որպես տեղաբաշխող, առանց մեզ ինքը հանգիստ կարող է տեղաբաշխի որպես այդպեսին։ Մեր հիմնական այսպես պրոդուկտը կայանում է նրանում, որ մենք ընկերություններին ճիշտ լեվելի վրա ենք բարձրացնում այդ տեղաբաշխման համար, այսպես ասեմ։ Իսկ աուդիտ անցնում է ընկերությունը պետք է, հա, աուդիտ անցնի դրանից առաջ։ Այո, եւ դրանից առաջ եւ հետագայում նույնպես արդեն։ Ինքը մտնում է աուդիտի դաշտ։ Հա, աուդիտն էլ եք դուք անում։ Մեր գործընկերներն են անում, մեր պարտներներն են անում, այսպես ասեմ։ Okay։ Լավ, հիմա գանք, եթե այս թեմայով էլ բան չունես ասելու, ինքը կարծում եմ շատ լայն թեմա է։ Գանք քո էլի քո նախաձեռնած մի հետաքրքիր ծառայություն, իդեպ շուկայում ես չեմ տեսել երկրորդ ընկերություն, որ ունի այդ ծառայությունը, միգուցե կա, ես չգիտեմ, բայց ես չեմ հանդիպել ամենայն դեպս դուք ընկերությունում անցկացնում եք հարկային ստուգման, այսպես ասած, դեմո տարբերակ, նախքան հարկային ստուգումը գտնում եք ռիսկերը, վերացնում եք, պատրաստում եք, որպեսզի ընկերությունը նաև հարկային ստուգման ժամանակ վարում եք այդ ամբողջ ստուգման ընթացքը հարկատուի հետ, հա։ Այս product-ը ոնց է ծնվել ու ինչ էլի տնտեսական հիմնավորում ունի ինքը։ Հա։
Տեսեք, այս product-ը ծնվել է մոտ 4 տարի առաջ ու շատ հետաքրքիր ինքը մարքեթինգային sales point ուներ, որն էր այդ sales point-ը, որ մենք ասում ենք, որ եթե մենք գանք ստուգենք ու ձեր մոտ խնդիրներ չգտնենք, ապա դուք մեզ չեք վճարի դրա դիմաց, այդ հարկային ստուգման դիմաց, հա, այսպես բան էինք ասում։ Եվ դա իրականում տենց էլ աշխատում է, ընդ որում հիմա ասեմ, որ մեկ ընկերություն առնվազն տեսել են, որ հիմա այդ sales point-ը օգտագործում է իրականում, հա, վստահ եմ, որ ինձանից է օգտագործում ընդ որում, բայց հարցը դրա մեջ չի, թող օգտագործի։ Այլ ընկերություն էլի Թող անում է, օգտագործի, հա, հիմա մենք այդպես չենք անում։ Ասում եմ մենք բան ենք արել, այդ աճել ենք այդ դրանից արդեն էլի, որ տենց sales point-ով անենք, դրանից չենք անում, այսինքն հստակ Իսկ ովքեր են ստուգում քո թիմից նախկին հարկայինի աշխատողներ են, թե Չէ, իմ ընդ որում ասեմ նախկին հարկայինի աշխատողները իրենցից ոմանք կարող հարկայինի են լավ նախկին չստուգեն, աշխատողներ, ասենց ասեմ։ Հա։ Չէ, իմ թիմում գրեթե չկան հարկայինի նախկին աշխատողներ, չէ, հաշվապահներ են, ովքեր մեծ փորձ ունեն, ստուգման մեծ փորձ ունեն, հարկայինի հետ բազմաթիվ անգամ, այսինքն տնտեսվարողի օրինական շահերի կոնտեքստում կռիվ տված մասնագետներ են, դրական իմաստով կռիվ տված, որովհետև իրականում հարկային ստուգումը նաև որոշակի մասնագիտական վեճ է երկու կողմերի միջև, ինչը շատ նորմալ է, էլի իրականում այդ բնականաբար դիմացի կողմը, ստուգող կողմը մտածում է, որ խնդիր կա, փորձում է խնդիր հայտնաբերել, ստուգվող կողմը փորձում է պաշտպանվել եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, որն է սրա իմաստը, որ մենք ստուգում ենք եւ իրականում այդ ստուգման արդյունքում ոչ միայն խնդիրներն ենք ներկայացնում, այլև շատ լինում են դեպքեր, որ իրականում կան մեծ խնդիրներ, որոնք լուծվում են հենց այդ ստուգման ընթացքում եւ ընկերությունը իրականում խուսափում է ռեալ այսպես բաներից, խնդիրներից, հա, ռեալ խնդիրներից է խուսափում ընկերությունը եւ մենք իրականում այդ Իսկան հաշվետվությունները ճշգրտվում են, այդ սխալները ուղղվում են եւ օրենքով էլա, չէ, այդ իրավունքը տրված հարկատուին, որ մինչեւ հարկային ստուգումը ինքը կարա ճշգրտի, ինքնուրույն հայտնաբերի եւ բայց խնդիրը որն է, երբ որ գալիս է հարկային ստուգում, մինչեւ չհարկային ստուգման ընթացքում էլ իրականում։ Հիմա երբ որ գալիս է հարկային ստուգումը իրականացվում, ցայտնոտի մեջ են մեր հարկ վճարողներն ընկնում, մեր տնտեսվարողներն ընկնում ու չեն հասկանում պայմանական ինչ խախտումներ ունեն, ինչ խախտումներ չունեն, չեն հասցնում այդ ամբողջը ճիշտ վերլուծեն, որտեվ ստուգումն էլ է կոնկրետ ժամկետով չէ իրականացվում։ Իսկ սրա արդյունավետությունը որն է, որ մարդը նախապես իմանում է ինքը ինչ խնդիրներ ունի եւ հասկանում այդ խնդիրներից որոնք է որ հիմա պիտի կարգավորի, որոնք է որ հետո պետքա ճշգրտի եւ այլն եւ այլն։ Մանավանդ սա դառնում է արդյունավետ նաեւ այն կոնտեքստում, որ նախկինում եթե հրապարակվում էին ստուգման ցանկերը, հիմա ընդհանրապես չեն հրապարակվում։ Այսինքն դու մեծ հաշվով չգիտես քո մոտ երբ են գալու ստուգման։ Հետ այդպես ու մի կարևոր բան էլ ստեղ ասեմ դրա հետ կապված առհասարակ մեր հաշվապահության եւ մեր մյուս ծառայությունների հետ կապված մենք էլի յուրահատուկ մի հատ այսպես ֆիշկա ունենք, դա նա որ ունենք մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն, այսինքն մեր կատարած աշխատանքը տեսեք ամեն այսպես ու մենք հաշվապահական ընկերություն չենք, հա, բայց ամեն հաշվապահական ընկերություն, օրինակ պայմանագրով որպես կանոն, ինքը ֆիքսում է որոշակի ֆինանսական պատասխանատվություն։ Այսինքն ասում է, որ եթե ես իմ պատճառով քո մոտ խնդիր եղավ, ես ենթադրենք այդ տուգանքները վճարելու եմ։ Հիմա մեր առավելությունը որն է, որ մեր մոտ այդ ոչ միայն ֆիքսված, այլև այդ ֆիքսացը տարած ապահովագրած է։ Այսինքն ինչ է այս տալիս, էլի տալիս է ավելի վստահություն գործընկերոջը, որ չենք ասի դե կներեք հնարավորություն չունենք։ Երկու պատճառով նախ մեծ ենք, այտենց չենք ասի, այսքան չարչարվել ենք, որ այտենց չասենք, ոչ 3 պատճառով։ Երկրորդ նման բան փառք Աստծուն չի եղել այս ամբողջ ընթացքում, եւ երրորդ ունենք ապահովագրություն։ Okay։ Իսկ ինչի չի եղել, նաեւ էս էլ ասեմ, ինչի չի լինում, որովհետեւ նայեք, իմ մոտ օրինակ հիմա ISO ենք ստանում։ Հիմա ISO-ի ստացման process-ի մեջ ենք, երևի մի ամսից ISO կստանանք։ Դա էլ է շատ յուրահատուկ բան, խորհրդատվական, հայկական խորհրդատվական ընկերությունների համար, որտեվ գուցե 1-2 ընկերություն ունեին, դրանցից մեկը արդեն կորցրեց ISO-ն ընդ որում, ու անուններ չտանք բարձա, հա, բայց ISO-ն շատ կարևոր է, որտեվ դա կառավարման որակի մասին է խոսում։ Բացի դրանից մենք ունենք ներքին աուդիտորներ, որոնք բացառապես ստուգում են մեր իսկ կատարած հաշվապահական ծառայությունների որակը։ Այսինքն պատկերացրու Գրիգ ջան, ունենք 5 հոգանոց խումբ,
որը ունի հստակ պաշտոնի անձնագրեր, ունի աշխատակարգ, կատարում հաշվապահություն, մի հատ էլ իրանց գործը ներքին ստուգում են անընդհատ անում։ Մեր մի հատ շատ կարևոր հարց եմ ուզում քեզ տամ։ Ահա։ Հայ, շատ մարդիկ, ես էլ այդ թվում, բիզնեսի աշխարհ են եկել մասնագիտությունից։ Ես էլ եմ հաշվապահ եմ եղել, գիտես, 2010 թվականին, հետո աշխատել եմ Artlar ընկերությունում, որի համար միշտ ասում որ ես մասնագետ եմ դառել, իմ կյանքի ճանապարհը սկսել այդ ընկերությունում ու Արմանի Վարոսյան, չգիտեմ Արմանին ճանաչում ես։ Հերակա։ Նույնիսկ եթերից իմ շնորհակալությունն եմ ուղարկել, այդ պերիոդ 10 ամիս եմ աշխատել։ Հետո արդեն Դավիթի հետ եղբորս հետ հիմնադրել ենք մեր հաշվապահական ընկերությունը ու ես ինքս հասկացել եմ որ այդ անցումը մասնագիտությունից բիզնես ամենատարածվածն է ամբողջ աշխարհում։ Դու իրավաբան ես, իրավաբանական ընկերություն ես ստեղծում, հաշվապահ, հաշվապահական, ճարտարապետ ես, ճարտարապետական ստուդիա ես ստեղծում։ Այսինքն մասնագիտությունից անցումը բիզնես ստեղծելու, հիմնադրելու ամենահայտնի ու ամենատարածված ձևերից է։ Բայց այդտեղ մի հատ շատ կարևոր ծուղակ կա, որ դու հեշտ մտնում ես այդ ոլորտ, 2-3 հոգի աշխատանքի ես ընդունում, համակարգիչներ ես դնում, ծառայությունը աշխատանքը դառնում է ծառայություն կամ product, այդ product-ի համար դու գումար ես ստանում, այսինքն որոշ մինիմալ տրանսֆորմացիաներով դու բիզնեսմեն ես դառնում։ Բայց որպեսզի դու մասշտաբանաս, որպեսզի դու մեծանաս, ինչ որ կետում դու ընտրության առաջ ես կանգնած, կյանքի ճանապարհը, որտեղ դու պետք է կամ ընտրես շարունակես լինել լավ հաշվապահ կամ լավ իրավաբան, լավ ճարտարապետ ու շարունակես այդ փոքր բիզնեսով, փոքր թիմով դա անել, եւ հաջորդը քո մեջ սպանես արդեն այդ մասնագետին ու սկսես մտածել որպես բիզնեսմեն։ Հա։ Ես քեզ ասեմ, իմ համար այդ ընտրությունը եղել է մի օրում։ Ես մի օրում ինքս ինձ ասացի, ես հա իդեպ ինձ այդ ժամանակ շատ մեծ կարիերա են խոստանում իմ գոլեգաները, ես շատ ընկերներ ունեի, ովքեր տարբեր հարկային խնդիրների հետ կապված զանգում էին, ես վերլուծում էի, ես այն ժամանակ շատ լավ գիտեի հարկային օրենսգիր, հիմա արդեն 10 տարուց ավելացել է։ Ու ինձ մեծ կարիերա են խոստանում որպես հաշվապահ, ու քեզ ասեմ, դա իմ կյանքի ամենադժվար, բայց ամենաարագ մի օրում ասացի, ես այլևս չեմ ուզում զբաղվեմ, եղբորս ասացի, ես գնում եմ ոնց որ ուրիշ ուղությամբ ու ես ստեղծեցի Զարթուցիչը, հա որը նաև մեր ակումբի հիմքերից մեկն է։ Այո, հիմքի հիմքն է եղել։ Ու դրանից հետո փոխվեց, այսինքն ամբողջությամբ ես սկսեցի էլ չմտածել որպես հաշվապահ, սկսեցի մտածել արդեն որպես գործարար, սկսեցի հիմա նույնը նաև դու ես արել ու իմ մոտ մի քիչ ուրիշ է, մոտ այդ որոշումը չի էլ եղել, այսինքն խնդիր չեմ ունեցել այդ որոշումը կայացնելու, որտեղ ես հաշվապահ չեմ։ Հա, լավ, այդ էլ կա։ Ես կառավարման մասնագետ եմ։ Նայ, օրինակ իմ դիպլոմային։ Չէ, բայց կներես, էլի դու աշխատել ես հաշվապահ, այսինքն չէ, դու բանակում հասել ես մինչև բանակում ֆինանսիստ ավելի շատ, հա։ Հիմա նայ, գանք նրան, որ այսօր շատ մենք գործընկերներ ունենք, ընկերներ, գործընկերներ, էլի մասնագիտությունից իրանք մտել են բիզնես ու լավ մասնագետով այդ բիզնեսը պահում են, ճարտարապետներ, դիզայներներ, իմ ասածը հետեւյալն է, որ նաև բժիշկ ընկեր ունենք, ով վիրաբույժ է, բիզնես է ստեղծել, բայց հիմա ինքը ավելի շատ բիզնեսմեն է, քան վիրաբույժ է, ու մի օր նստած իրար հետ խոսում ենք, ասում եմ, քեզ ո՞րն է ավելի քո կարծիքով օգտակար գործ, բժշկությունը, թե բիզնեսը, ու գիտես ինչ հետաքրքիր պատասխան ասեց, նայ, ես երբ որ Հիպոկրատի երթում է տալի, ես մտածում եմ, որ բժշկությունից այն կողմ էլ չկա որևէ բան, որը ավելի վեհ է, ավելի հասարակությանը պիտանի է, դու ավելի լուրջ գործ ես անում, քան բժշկությունը։ Բայց ես երբ դարձա բիզնեսմեն, ես հասկացա, որ ես հիմա ավելի մեծ գործ եմ անում, քան բժիշկ լինելով, ու լոգիկան գիտես որն է, որ բիզնեսմենը արդեն ինքը կազմակերպում է ոչ թե մի բիզնես, մի բժշկի աշխատանք ու կյանք, այլ 10, 20, 30, 40 Այսինքն գործարարը այն մարդն է, ով երբ որ այդ մասնագետը իր մեջ սպանում է, ինքը դառնում է մի մարդ, ով կարա կազմակերպի նման բազմաթիվ մասնագետների կյանքը, աշխատանքը, չգիտեմ, արժեք ստեղծելու, այդ արժեքը փողով փոխելը։ Համաձայն եմ։ Ես այդ մասով մի հատ հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, ուրեմն երբ որ կներես էլի մի հատ էլ ընդհատեմ, նայ, ստեղ ես ուզում եմ գամ այն կետին, որ մենք այն կարծրատիպերը ունենք, չէ, ուսուցչի աշխատանքի, բժշկի որ իրանք միշտ ավելի առաջ են, գործարարը ինչ որ շատ հեռու մի տեղ է։ Ես ուզում եմ ասեմ, որ գործարարը, երբ որ իրոք ինքը զբաղվում է այն գործարարությամբ, որը արժեք է ստեղծում, ինքը կարա նույն այս մասնագիտությունը կրող մարդկանց համար ստեղծի այնպիսի պայմաններ ու հարթություն, որ նույն մարդիկ, նույն բժիշկները, ուսուցիչները, արվեստագետները անգամ էլ ավելի մեծացնեն իրանց պոտենցիալը։ Ու ամենակարևորը այդ մարդիկ շատ հաճախ փող աշխատել չգիտեն։
այդ մարդիկ շատ հաճախ փողի հետ խնդիր ունեն, այդ մարդիկ նվիրյալներ են իրանց մասնագիտության, իրանք շատ մեծ ծառայություն են մատուցում, բայց իրանք շատ հաճախ կարան փողի խնդիր ունենան։ Իսկ բիզնեսմենը այն մարդն է, ով այդ փողի խնդիրներն է լուծում, ու այդ մարդկանց ասում է դու մենակ վիրահատի, եղբայր, ոչ քեզ պետքա մտածես որտեղից հաճախորդ ճարես, ոչ նյութեր որտեղից առնես, ոչ այս, չգիտեմ, կատեի սարքը որտեղ, այսինքն այդ սա բիզնեսմենը անում է։ Ու ես կարծում եմ նաև մեր օրինակով, իմ օրինակով, քո օրինակով, բիզնեսմենին մենք ամեն դեպքում պետքա բերենք առաջի տեղ ու ցույց տանք, որ ախպեր բիզնեսմենն է այդ ամենը ստեղծողը։ Всё, ես բրծա, կներես իրական։ Ես համաձայն եմ, չէ, լրիվ համաձայն եմ, ընդ որում ստեղ մեծ ուրիշ խնդիր էլ կա, էլի։ Այ հենց բիզնեսմենի ընկալման հարցն է կա, թե ոնց է բիզնեսմենը ընկալվում մեր հանրության մեջ, ու առասարակ հենց բիզնեսմենները իրանք ոնց են ընկալում։ Այո։ Շատ կարևոր է հենց նաև առաջ երթին, նույնիսկ սենց ասեմ, Գրիգ ջան, շատ կարևոր է բիզնեսմենը ինքը իրան ոնց է ընկալում, արդյոք բիզնեսմենը հասկանում է իր առաքելությունը, որովհետև իրականում նոր իրականության մեջ, նոր աշխարհում բիզնեսմենը շատ հստակ առաքելություն ունի։ Այո։ Այսինքն ինքը ամբողջ աշխարհի դրայվերներից մեկն է բիզնեսմենը։ Ես ասում բիզնեսմենը աշխարհի բարեկեցության գեներացնողն է։ Հա, իհարկե։ Բարեկեցության կոնկրետ ցանկացած բարեկեցություն այսօր մենք մեր շուրջը տեսնում ենք, հիմքում ունի բիզնեսը։ Ցանկացած բարեկեցություն։ Եթե մենք նայում ենք, ասում ենք, չէ, լավ սովորի, մասնագետ դառի, դու փողի խնդիր չես ունենա, անցել է այդ ժամանակը։ Դու կարաս վատ սովորես, բայց քո գործարի ջիղը դեռ ուսանողական տարիներից սկսես իրացնել ու վաղը դառնաս պատճառ, որ բազմաթիվ մասնագետներ, ովքեր հաճույք են ստանում այդ մասնագիտության մեջ աշխատելուց, իրանք ունենան ստաբիլ, կայուն ու ճիշտ կազմակերպված աշխատանքային մի հատ պլատֆորմա։ Ունենք չկա լավ բիզնեսմեն, որը այդ պահին ված սովորած վիճակում է։ Այսինքն ասեմ ինչ նկատի ունեմ։ Մեր ակումբում գիտես քանի ընկեր ունենք։ Ուրիշ բան նկատի ունեմ։ Ուրիշ բան, ես նկատի չունեմ, որ այդ բիզնեսմենը դպրոցում վատ է սովորել։ Ես նկատի ունեմ, որ այդ բիզնեսմենը վատ սովորելով X պահի սկսել է ջիղը օգտագործել, այդ ջիղը բացահայտելուց հետո եկել է քո զարթուցիչին, գնացել է անդե, գնում են տրեն, չկա, այսինքն լավ, օքեյ։ Չունենք այդպես բիզնես։ Համաձայն եմ։ Ինչ որ կետից իրանք իրանց վրա աշխատում են, մենք ունենք շատ խոր նկատի ունեմ։ Ոչ թե որ դպրոցում լավ լրիվ համաձայն եմ։ Մենք ընկերներ ունենք ակումբում, ովքեր կրթության այդ տարիներին չեն ստացել կրթությունը, որովհետև բառից բուն իմաստով փողոցում բիզնես են արել։ Այսօր մեր բոլոր կրթական իվենտներին կլուբի իրան գալիս են։ Այդ եմ ասում եմ։ Բայց եթե այն ժամանակ ստանային, կարող է հիմա օրինակ պայմանական ավելի լավ դիրքում լինեին, օրինակ։ Չէ, իմ կարծիքով չէ։ Ասեմ ինչի, չէ, նայ, ժողից, գիտես ինչ շատ բիզնեսմեններ եղան, արի անկեղծ ենք էլ իրար հետ։ Իմ կարծիքով ժողի մասնագիտությունները հատուկ բաժիններ գոյություն ունեն ժողում, որ ավարտելուց հետո դու ոչ մի բան չէիր կարող անել։ Դու պիտի բիզնեսմեն դառնալ։ Օրինակ վիճակագրություն է, չէ՞։ Վիճակագրությունը, չէ, վիճակագրությունը համեմատաբար ամենա, չէ, սենց ասեմ, դու կարաս դառնաս վիճակագիր, բայց ինչ մոդելավորումը, մանավանդ հիմա, ընդ որում ասեմ, հիմա մաթ մոդելավորումը շատ ավելի կիրառական է այս AI-ի ապրես, բայց այն ժամանակ ասենք ինչ մաթ։ Դրա համար ժողի սաղ ուսանողներ կամ բանկում էին աշխատում, կամ բիզնեսմեն էին դառնում։ Ու ես շատ ուրախ եմ, որ հենց տենց ա եղել, նու կամ էլ հաշվապա։ Որովհետև լավ ինչ անես, որովհետև շուկան ժողի առարկաներին համապատասխան չի, էլի։ Որտեղ ֆինանս վարկ, որտեղ աշխատես, մենակ բանկում, որտեղ որ դու չես ընդունվել 59 բառ։ Ու շատ ուրախ եմ դրա։ Հիմա հետ գամ քո հարցին, իրականում ոնց այդ ի սկզբանե ես ոնց որ իմ առաջ տեսլականը ունեցել եմ հաշվապահական ընկերությունից դառնալ խորհրդատվական ընկերություն։ Ու այս առումով ես հիշում եմ, որ ասենք 5 հոգով էինք, 6 հոգով էինք, որ ես կարող գա ինչ-որ կառավարման process-ից խոսայի, գա ինչ-որ հիերարխիայից խոսեի կամ բան, ասենք իմ աշխատողները, որ տենց ընտանեկան միջավայր է, դա հաշվապահություն ենք էլի անում, ինչ ես ուզում մեզանից։ Այսինքն սենց մոտեցում կար, հա, որը որ ի սկզբանե ես իմոց չի եղել այնպես, որ դե մենք հաշվապահություն ենք անում, ինչ ես ուզում մեզանից, հաշվապահությունը անում ենք, չէ։ Ի սկզբանե իմոտ եղել է այդ ինստիտուցիոնալիզմի գաղափարը եւ ես դեպի դա եմ ձգտել ու պիտի ասեմ, որ հա հիմքը հենց այդ դպրոցներ, որ ես անցել եմ, այդ պաշտպանության նախարարության դպրոցը, ու մի խոսքով այդպես եկել եմ եւ այսօր ես ինքս բացի նրանից, որ հանդիսանում եմ իմ գործընկերների, որոնց օրինակ ֆինանսական կառավարման ծառայություններ ենք մատուցում, կամ ասենք
բարձր level-ի հաշվապահական աշխարհման ծառայություններ, որ հանդիսանում են որպես նաև իմ համեստ գիտելիքներով խորհրդատու, իմ փորձով խորհրդատու իրենց, ես նաև ինքս հանդիսանում եմ Փարվանյան Consulting-ի մի հաճախորդ։ Իմ տարբեր բիզնես իդեաներ, որտեղ Տեստ ես անում։ հա, ես տալիս եմ Փարվանյան Это Consulting-ի։ вообще ֆենոմեն է, այդ պրոյեկտի մասին կուզեմ դու խոսաս հիմա։ Դու ունես նաև ճարտարապետական ստուդիա։ Ուրդու ծուրդ է, էլի։ Հա։ Հասկանում ես, ու հենց սա է իմ ասածը, որ դու քո մեջ սպանել ես այդ հաշվապային, ֆինանսիստին ու դառել ես առհասարակ բիզնեսմեն։ Ու արդեն դրանից հետո ճարտարապետական ստուդիա բացարձակ Դեսա մի բան էլ նոր, իմիջիայլոց քո եթերում առաջին անգամ ասեմ, մի հատ հետաքրքիր բան ասեմ, մի քանի օր առաջ Կիպրոսում ստորագրեցի եւ Փարվանյան Consulting-ը ոնց որ դարձավ Հայաստանում Disneyland Փարիզի վաճառքի, ասենք, հա, ու ասենք հիմա տուրիստական ընկերությունները, հյուրանոցներն ու տոմսերը մենք չէ, դիստրիբյուտ ենք անելու տուրիստական ընկերություններին։ Այսինքն տուրիստական ընկերությունները հնարավորություն Դուք մեծածախ առնում եք այդ տոմսերը։ Չէ, մենք ոնց որ դարել ենք ներկայացուցիչ, չերես մեզ իրանք տոմսերը չի, մենակ տոմսերը չի։ Disneyland-ի հյուրանոցները նույնպես։ Որտեղ Disneyland Փարիզը ինքը ոչ միայն այդ ատրակցիոնների տոմսերն ունի, այլև ինքը ամբողջ մի կոմպլեքս է իր հյուրանոցներով եւ այլն, այսինքն դրա վաճառքը մեր տուրիստական ընկերությունները կարողանան արդեն իրականացնել, որը միջև հիմա չէին կարող իրականացնել, որտեղ փակ էր Հայաստանի համար դա այդ թեման։ Լավ, ստեղ ես քեզ մի հատ ուրիշ հարց ունեմ, նայ։ Բյուրոից ասեմ։ Հա, լավ, բյուրոից ասա, նոր հարցը ստա։ Հա, բյուրոն ընդ որում տենց չի, որ տենց փոքր բյուրո է, ասենք Յուվենտուսի ֆուտբոլի ակադեմիան ենք մենք ստեղ անում, էլի, դա տենց, հա, ու ընդ որում հիմա փորձում ենք այդ ծառայությունները արտահանել եւ Կիպրոս եւ Ամերիկա, մեր դիզայներական ծառայությունները, տեսնենք ոնց կստացվի։ Ինքը ճարտարապետություն, դիզայն իրար հետ է։ Հա, հա։ Յուվենտուսի ակադեմիան, որը լինելու է Արզենիումա, ոնց որ Չէ, կառուցվում։ ոնց որ հաճնում է ու մի հատ էլ այո, ֆուտբոլի ակադեմիայի մոտ է։ Հա, Red Invest Group-ը նույնպես գործընկերներից մեկն է այդ պրոյեկտի, եթե չեմ սխալվում։ Չեմ իմանում, Արսենի չեմ խոսել այդ մասով, ենթադրում եմ, իրանք ամենտեղ էլ գործընկեր են։ Ինչքան լավ տեղ կա, իրանք գործընկեր են։ Մեկ ուզում ես Արսենին ասես մի բան է թող մենք անենք։ Քեզ էլ կստացի։ Լավ, հիմա միան sense հետաքրիր բան եմ ուզում հարցնեմ։ Նայ, մեր գործարանները, մեր ակումբի գործարանները, հայ գործարանները հիմա սովորաբար երկու տեսակի են լինում։ Գործարաններ, ովքեր վերցնում են մի բիզնես, մի ուղղություն ու ամբողջ կյանքը կապում են այդ բիզնեսի հետ։ Մեծացնում են, մասշտաբացնում են, միտեղ այդ բիզնեսը կարա մի շրջան անկում ապրի, հետո վերել կապրի։ Իրանց սաղ կյանքը ուղիղ կապված է այդ բիզնեսի հետ, ու երբ որ հարց ես տալի, ասում ես, բա լավ, ուրիշ բիզնես, ասում ես, չէ, իմը է սա։ Եվ երկրորդ ստրատեգիան, երբ որ մարդը առաջինը, երկրորդը, երրորդը, 10-րդը, օրինակ Բաքուրի դեպքում Արտլանչից այսօր արդեն Բաքուրը հասել է մինչև, չգիտեմ, 10-ից ավել մեծ ընկերություն, էլի։ Հիմա հարցս քեզ հետեւյալն է։ Չնայած գիտեմ քո օրինակով, բայց ինչ խորհուրդ կտաս նաև այլ գործարաններին, այսօրվա կապիտալիզմի աշխարհում որ մոտեցումն է ավելի, որ ստրատեգիան է ավելի ճիշտ։ Մի ուղղությունը ու ամբողջ կյանքը, թե բազմաթիվ ուղղություններ, տարբեր շահութաբերություններով, տարբեր ռիսկերով, դիվերսիֆիկացիայով եւ այլն։ Դե գիտես, արի ես քեզ հարցից sense տամ, օրինակ քո կարծիքով այդ բիզնեսմենները, ում մասին որ խոսում ենք, իրանց բիզնեսին ոնց են վերաբերում, օրինակ վաճառքի տեսանկյունից։ Իրանք պատրաստ կլինեն ինչ-որ բայ իրանց բիզնեսը վաճառեն, թե ոչ։ Շատ ճիշտ հարց ես տալի։ Իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր մի բիզնես են անում, չէ։ Հա, ասում են իմ երեխու պես։ Ապրես, այս բիզնեսը չի կարա լինի երեխու պես, էլի։ Դրիվ համաձայն, այմա ձրից սեղմեմ, էլի։ Որովհետև բիզնեսի ամբողջ, հիմա նայ, մենք օրինակ մի հատ ծրագիր ունենք, որը կոչվում է Biz for Sale, որը իմ գործընկերոջ հետ ենք անում, վստահ եմ գիտես Գևորգյան Սամվելին, BSC, այդտեղ բիզնեսները մեզ դիմում են, մենք գնահատում ենք, valuation ենք անում, փորձում ենք, ասենք ներդրումներ գրավել, հələ որ չի ստացվել։ Հələ պիտի ժամանակ անցնի, ասեմ ինչի չի ստացվում, որովհետև իրականում գալիս են մեծ, տենց շատ բան չանեմ, բայց որ շփվում ենք մարդկանց հետ, մենք հասկանում ենք, որ մարդիկ օրինակ բիզնեսը, երբ որ վաճառում են ու մտածում են վաճառելու մասին բիզնեսը, իրականում այդտեղ բիզնես չկա։ Այսինքն այդ բիզնեսը կամ բիզնես եղել է, հասցրել են այն վիճակին, որ տենց բան չկա վաճառելու, ասենք, որովհետև իրականում բիզնեսը մարդը պետքա վաճառի աճի փուլում։ Իմաստը ո՞րն է աճի փուլում վաճառելու, որ դու քո ապագայի ու գեներացվող եկամուտները կանչում եմ, ասում եմ Գրիգ ջան, այդ էս բիզնեսս։ Ես 5 տարում օրինակ $1 միլիոն պիտի գեներացնեմ։ Արի այդ 1 միլիոնի փոխարեն հիմա դու ինձ տու $600,000, դու գնա այդ 1 միլիոնը գեներացրու։ Ու քո համար դա իրատեսական է։ Այսինքն դու պատրաստ ես այդ սպասես եւ այլն այդ 1 միլիոնը գեներացնելու համար։ Մի խոսքով, հետեւաբար
իմ կարծիքով բիզնեսմենը պիտի ունենա տարբեր բիզնեսներ, փորձի իրան տարբեր տեղեր, այսինքն նաև դառնա որպես ներդրող, որպես հիմնադիր, որովհետև արի ընդունենք, որ մեր բիզնեսմենների մեծ մասը նաև տնօրեն է։ Այո, Այդ թվում եւ մեր ընկերներից շատերն են այո, տնօրեն։ այո, Հիմա ես էլ եմ տնօրեն իրականում, այո, բայց ես տնօրեն եմ նրա համար, որովհետև դեռ չեմ հասել այն վիճակին, որ ինձ կարողանամ ինձանից մի հոգու վարձատրեմ, այսինքն ինպես մեկին վարձատրեմ։ Ես ստանում եմ աշխատավարձ, բայց ես վստահ եմ, որ իմ աշխատավարձով իմ չափ գործ չեն գա չեն անի, էլի։ Մեր այստեղ թույլ տուր էլի քեզ լրացնեմ, նայ, ինչ հետաքրքիր ֆենոմեն կա այստեղ, մենք հայերով բիզնես ենք անում, մեծ բիզնես ենք անում, բայց հաճախ բիզնես անելն ու բիզնես կառուցելը տարբեր բաներ են։ Հա։ Երբեմն օրինակ Coffee House-ի օրինակը, այս իմաստով շատ լավ օրինակ է, ֆանտաստիկ օրինակ է, տղեկը բիզնես անում են ու բիզնես կառուցում են զուգահեռ։ Հա։ Կարող է, եթե մենակ բիզնես անեին, ավելի արագ աճեին, ավելի արագ բան զարգանային, քան հիմա են, ու միավոր ժամանակի մեջ ավելի շատ փող աշխատեին։ Բայց իրանք բիզնես կառուցում են ու Coffee House այսօր Հայաստանի քիչ բիզնեսներից է, որ այո, հնարավոր է ծախել, եթե տղեկը մի օր ուզենան ծախեն, կարան Հա, ծախեն։ վստահ եմ։ Ահա։ Ոստեղ արի մենք տարբերակենք հետևյալ բանը, գործարարը մենք ասում ենք այն մարդուն, ով համ բիզնես անում, համ բիզնեսա կառուցում։ Իմ կարծիքով դու այն սկզբի տարիները պետքա կառուցես, հետո նոր վարես այդ բիզնեսը։ Այլապես դա մի հատ շատ թանկ գին գոյություն ունի։ Դու կարաս չկառուցես, օքեյ։ Բիզնեսը առանց կառուցվելու էլ է աշխատում, հախուռն կպնելով տարբեր բիզնես մոդելի տարբեր բլոկներ կպնում է, ինքը աշխատում է, շահութաբեր է եւ այլն եւ այլն։ Բայց այդտեղ մի հատ շատ կարեւոր գին կա, դա սեփականատիրոջ կյանքի ուշադրության ու էներգիայի գինն է։ Իսկն ինքը այն 100-0 ոտ ունեցող դիրիժորն է։ Իրանից հետո ի՞նչ է լինելու։ Всё, իրանից հետո չի լինելու։ Հիմա պետքա մենք բոլորս գանք այն կետին, որ հասկանանք, ստոպ, կա բիզնես անել, կա բիզնես կառուցել։ Բիզնես կառուցելը ուրիշ որակներ է պահանջում, ուրիշ գիտելիք ու գործիքներ ու ռեսուրսներ է պահանջում։ Իսկ բիզնես անելը ուրիշ։ Երբեմն տարբեր մարդիկ են պետք դրա համար։ Երբեմն դու պետքա պարտներ ունենաս, օրինակ ես ինքս այդ կառուցելու process-ի մեջ ուժեղ չեմ։ Ես ունեմ շատ ուժեղ պարտներ, մեր business development group-ում գիտես, Հայաստանում կրթության ոլորտի ամենախոշոր ընկերություններից է այս բան, եթե ոչ ամենախոշորը, ու ամբողջ բիզնեսա կառուցման process-ը անում է Հայկը։ Հետևաբար գալով այս մեր թեմային, ես կարծում եմ, որ այսօր մեր բիզնեսմենները պետքա բիզնես անելուց իմանան, որ իրանց բիզնեսը եւս մի product է, որը ճիշտ կառուցելու դեպքում կարա մի օր շատ մեծ գին ունենա ու այդ գնով շուկա դուրս գա։ Անպայման։ Ախր խնդիրը նա է, որ բիզնեսի համար, բիզնեսմենի համար, նա հիմա որ մենք խոսում ենք բիզնես, ասում ենք լավ բիզնես ունեմ։ Բայց այսօր մեր բիզնեսմենների մեծ մասին հետաքրքիր չի հասկանա իր բիզնեսի valuation-ը։ Հաս չի հետաքրքիր չի հասկանա իր բիզնեսը։ Մարի մատետի հելը Հա, հասկանանք։ նայ, տարբեր մեթոդներ կա հաշվելու։ Ահա։ Առաջին մեթոդը է discounted cash flow մեթոդն է կոչվում, որը ապագայում գեներացվող ազատ դրամական միջոցների զեղչումն է այսօր։ Ոչ թե շահույթի, ոչ թե EBITDA-ի կամ բանի, այլ դրամական միջոցների։ Ինչի՞։ Որովհետև չէ, ազատ դրամական միջոցներ, այսինքն դրամական ներհոսք մինուս արտահոսքեր դրամական։ Հա, հասկացա։ Քեշ փողի, քեշի։ Ինչի համար, որովհետև նա իրականում բիզնեսը կարա լինի շահութաբեր, բայց քեշի խնդրեմ ունենա։ Ու տենց այսօր մեր բիզնեսների մեծ մասը որ չունեն ֆինանսիստ բան, այս խնդրի առաջ են կանգնում։ Այսինքն ես վստահ եմ, կուզենամ խոսանք հիմա։ Այսինքն մարդիկ ասում են, լավ, օքեյ, ես ունեմ շահույթ, բայց չգիտեմ ուր է իմ շահույթը, ասենք չգիտեմ, տեսնում եմ $100,000 պայմանական փող եմ աշխատել, պլյուս մինուս եմ անում, բայց նայում եմ հաշվից տենում եմ $5,000։ Օքեյ, տեսականորեն գիտեմ, որ սա կարա ստեղ լինի, բայց չունեմ հստակ վերլուծություն։ B վերլուծության արդյունքում չգիտեմ ոնց անեմ, որ այդ 5,000-ից դառնա օրինակ, չգիտեմ, 50,000 պայմանական, հա։ Եվ երկրորդ ամենակարևորը մարդիկ գիտեն, որ ունեն շահութաբեր բիզնես է, բայց միշտ փողի, ասենք հայթայթման process-ի մեջ են։ Միշտ փողը չի երիքաստում, այսինքն cash-ն ու շահույթը նենց չի, որ միշտ իրար հետ ուղղակի կապ ունեն։ Այդպես, հա, այսինքն մեր բիզնեսների մեծ մասը էս բիզնես valuation-ի խնդիրը ունեն ու չեն էլ ուզում իմանալ։ Մի խոսքով մի տարբերակը discounted cash flow-ն է, մի տարբերակը net asset-ն է, որը ընդ որում նաև էս երկուսը իրար հետ համադրվում են, ինչա net asset-ը, այդ քո ունեցած զուտ ակտիվներն են, բայց այդքան
դա բիզնեսի արժեք չի, ինչքան գույքի արժեքը, էլի մեծ հաշվով ստացվում է դա ասեթը։ Բայց ոչ նյութականն էլ է մեջը մտնում։ Հա, եթե գնահատվի, հա, իհարկե, հա, ոնց արժեք է որպես։ Եվ երրորդը շուկայական արժեքն է, որը այս պայն Հայաստանում չի աշխատում, դրսում է աշխատում, որն է շուկայական արժեքը, այդ բաժնետոմսերի գինն է, այսինքն երբ որ դու նայում ես, թե նմանատիպ բիզնեսի բաժնետոմսերը շուկայում ինչքանով են վաճառվում։ Այստեղ բայց ուրիշ մի հատ արի կոմպոնենտ էլ ավելացնենք, եթե քո նյութական կամ ոչ նյութական ակտիվների մեջ կա տեխնոլոգիական ակտիվ, օրինակ application, հա, օրինակ ինչ որ մի հատ տեխնոլոգիական լուծում, որը դու ստեղծել ես ու օրինակ ունես 1000 օգտատեր այդ հարթակում, դա արդեն ոչ թե պրոստը գույքի գին է, դա բիզնեսի valuation ավելացնող շատ լուրջ ակտիվ է։ Հա, բայց պետք է հիմնավորես դու դա։ Հա, օքեյ։ Հա, այդ է։ Հա, իմիջիալոս գիտես ինչն է ստետակիր, այդ բիզնեսմենները, որոնք որ այդ կյանքը դրել են այդ մի բիզնեսի մեջ, ասենք հետո դու valuation ես անում, օրինակ պայմանական ասում ես, արժի, հա, ասենք հասկանում ես, հա, Ստեղ նայ մի հատ ուրիշ խնդիր կա, մարդը իր սաղ կյանքը, սաղ սպասելիքները, երազանքները դնում է այդ մի պրոյեկտի մեջ։ Հասկանում եմ ես այդ։ Հա, ու մի օր դու իրան ասում ես, գիտես ինչ, sorry, բայց քո բիզնեսը կոդակ է։ Հա, պետք չի ոչ մեկին արդեն էլի, հա։ Հա, ու տենց կա ու լինում է տենց էլի ոնց կամ ուրիշ բան, ես այսքան փող եմ ծախսել, հա, ինչ անենք որ այդքան փող ես ծախսել։ Հա, ծախսել ես։ Ծախսել ես, հա։ Չես ներդրել։ Հա, կամ ներդրելը մեական չի, ներդրել ես, մսխելա բիզնեսը կապիտալիզացնել, օքեյ, հա, բայց կարա կապիտալիզացնել ինչ որ ներդրում ինքը մնար։ Հա, օրինակ, հա, այսինքն այս բանը շատ կա, էլի։ Հետևաբար, հա, այս մեր բիզնեսմեններից շատ քչերը գիտեն այդ valuation-ը, չել է հետաքրքրում։ Հետևաբար հետ եմ գալի նրան, որ խոսում ենք, այո, բիզնեսմենը պետքա հստակ ինչ որ X պայի ինքը իր մեջ միշտ պատրաստ լինի բաժանվելու իր բիզնեսից համապատասխան ոնց որ իրավիճակից ելնելով, ստրատեգիայից ելնելով։ Պիտի ունենա ստրատեգիա։ Հիմա դու կարաս հարցնես օրինակ դու հիմա պատրաստ ես Փարվանյան կոնսալտինգից բաժանվելու, տենց հարց կարաս տաս։ Ես կարամ ասեմ, որ դա, հա, ես կարամ պատասխանեմ, որ դա կապված է ստրատեգիայից։ Այսօր ես դա պատրաստ չեմ, որովհետև այսօր Փարվանյան կոնսալտինգը այն հաբն է, որ իմ բոլոր բիզնես իդեաները կարողանում է իմպլեմենտացնել։ Հա, բազային ակտիվ է ինքը։ Հա, դրա համար պատրաստ չեմ ես դրան։ Okay։ Լավ, ես կարծում եմ մի հետևություն կարանք հիմա անենք արդեն, հետևությունը հետևյալն է, եթե մարդու մեջ կա գործարի ջիղ, այդ գործարի ջիղը պետքա ռեալիզացվի նաև այլ բիզնեսներում, ափսոս, որովհետև մարդկանց բնակչության աշխարհում գործարի ջիղ ունեցող մարդիկ, որոնք նաև կարողացել են այդ ջիղը իրացնել ու բացահայտեն, շատ չեն։ Ու եթե դիցուք Հայաստանում կա 40,000 գործարար, ապա 40,000 գործարարը իմ կարծիքով պետքա միջինը 4-5 բիզնես ունենա ամեն մեկը։ Ես տենց եմ կարծում։ Եվ այդ դեպքում մենք կունենանք գործարար, իդեպ մեր ակումբում հենց միջին բիզնեսի քանակը հենց այդքան է։ Մեր ակումբի գործարարների ունենք ընկերներ, ովքեր մեկ բիզնես ունեն, բայց միջին ցուցանիշը մի անձը ունի 3-ից 4 բիզնես։ Ну այլանսում էլ է մեր տենց, այսինքն ինքը շատ առողջ թիվ է, որին գալով դու կարող ես եւ դիվերսիֆիկացնես եւ նայ մի հատ շատ կարեւոր բան կա բիզնեսում, ես նկատել եմ կան բիզնեսներ, որոնք բացառապես ապրում են քո իներցիայով։ Այդ նման է մի հատ մեքենայի, որը չունի սեփական իներցիա, այսինքն դու պետքա հա այդ պեդալը պտտես, ավելի ճիշտ հեծանիվի։ Հենց դու այդ պեդալը հիվանդ ես, երկրում չես, ինչ որ մի պատճառով իրան թողում ես, բիզնեսը կանգնում է։ Ու կան բիզնեսներ, որ նույն մարդը ուրիշ բիզնես անի, ինքը մի պեդալ ուղղակի sense պտտելով կարա մի ամիս ոչ մի բան չանի, այդ բիզնեսը գնում է, այդ բիզնեսը զարգանում է։ Իմ կարծիքով այդ 4-5 բիզնեսի մեջ էլ կարա մարդը մի բիզնեսի վրա ծախսի շատ ավելի քիչ ժամանակ, ունենա լրիվ ուրիշ արագացում։ Հա, իհարկե։ Համաձայն ես։ Հա, համաձայն եմ, այո։ Դրա համար ես կարծում եմ, որ նաև այդ պետքա բիզնես։ Նայած որ փուլում է ընդվորում, էլի հենց այդ է խնդիրը։ Ու նայած որպես դու բիզնեսմեն գտել ես այն բիզնեսը, որտեղ դու մինիմալ ջանքով մաքսիմում աճ ես ապահովում։ Դա շատ կարևոր է, որովհետև կա բիզնես, որ սեփականատերը օրինակ մի ամիս այդ բիզնեսով չի զբաղվում, վсё այդ բիզնեսը չկա էլ։ Եվ կա բիզնես, որ հա պահանջում է սեփականատիրոջ էներգիան, հա պահանջում է սեփականատիրոջ ռեսուրսը, ուշադրությունը, բայց նույն մարդը զբաղվում է ուրիշ բիզնեսով, զարմանում ասում բիզնեսը ոնց որ թե սեփական բանի դվիժոկով է գնում, ինքը բացի իմ էներգիայից, նա ինչ որ սեփական էներգիա ունի, որ այդ բիզնեսին առաջ է տանում, ու դու շատ փորձերի դեպքում տեսականորեն շանս ունես գտնելու այդ բիզնեսը։ Հա, բայց այդ
շանսի մասով եմ ուզում ասեմ։ Նրանք այսօր մեր բիզնեսմենների քանի տոկոսն են լուրջ վերաբերում բիզնես պլանին, բիզնես պլան ունենալուն։ Ընդ որում ստեղ խնդիրը ուրիշ բանի մեջ է, ընդ որում բիզնես պլան պետք է ունենալ, այ որ այդ ոչ միայն այդ շանսի համար, ես իմ օրինակով կբերեմ, ոչ միայն այդ շանսի համար, որ նոր բիզնես սկսելուց առաջ ունենալ բիզնես պլան, այլև հենց գործող կայացած բիզնեսին պետք բիզնես պլան իրականում։ Բիզնես ստրատեգիա, օրինակ, մեր քանի բիզնեսը ունի պլանավորած, թե 3 տարի հետո ինքը ինչ ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշներ է ուզում ունենա։ Մեր բայց ռեալ է 3 տարով ունենալ Հա, էդի։ իհարկե ռեալ է։ Հա? Ընդհանուր Հիմա 3 տարով, էս 3 տարով ստրատեգիկ առումով ռեալ է, ստրատեգիկ առումով։ Ես գիտեմ դու ինչ ես ուզում ես, այս իրավիճակում արդյոք ռեալ է, երբ որ օրինակ պայմանական մի երկրի նախագահան կարաս ես մյուս երկրի նախագահի ԺՊ-ն եմ օրինակ, հա, չէ, այդ առումով հա, դրա մասին չեմ ասում, բայց ամեն դեպքում այդ վարժությունը դու պիտի անես։ Հա, լավ, օքեյ։ Տենց թե չէ, կարանք ոչ մի բան չանենք։ Okay. Բայց մի տարվա ռեալ պլանը պիտի ունենաս առնվազն, էլի, այսինքն 3 տարվա ստրատեգիկ եւ մի տարվա հստակ օպերացիոն պլան պիտի ունենաս, ֆինանսական, ոչ ֆինանսական ցուցանիշներով, պատասխանատուներով եւ իրանց հստակ պարտականություններով։ Ինչևից է, բայց այս գործող բիզնեսի, իսկ առհասարակ բիզնես պլան հիմա ինչ եմ անում, էլի, օրինակ ինչ ասացի Փարվանյա։ Ասենք կարող է ինչ-որ մի հատ խոսակցություն լինի, օրինակ գիտես Կիպրոսում ենթադրենք ես Կիպրոսի բիզնես ակումբի նաև անդամ եմ, Կիպրոսի հետ հիմա փորձում եմ արդեն տարի ու կեսա այդտեղ սերտ տարբեր հարաբերություններ հաստատեմ, բայց ինչ որ մի հատ պրոդուկտի մասին խոսք գնա, որը գա Հայաստան, ներմուծենք Հայաստան, պայմանական։ Ես այսօր տալիս եմ task-ը, շուկան ուսումնասիրում են, հնարավորությունները հասկանում են, ֆինանսական մոդելը կազմում են եւ ասում են, սա չի լինի։ Ասում եմ, օքեյ, շատ ավելի լավ որ չի լինի պայմանական, քան թե առանց այդ իմանալու ես մտնեի դրա տակ ու հետո գլուխս սկսեր ցավել։ Հասկացա։ Դրա համար իրականում նույնիսկ բիզնես պլանը, երբ որ ֆեյլ է լինում, այսինքն քեզ բացասական արդյունք կա տալի, շատ ավելի կարևոր է, քան դու առանց այդ բիզնես պլանի սկսես process-ներ։ Հասկացա։ Համաձայն եմ։ Լավ, գամ ֆինանսներին, դուք ունեք նաև ֆինանսական տնօրենի ծառայություն, ֆինանսական հաշվառման ծառայություն ու հաշվի առնելով այսօր ինչ հիվանդություն կա բանում բիզնեսում, ամենամեծ ու ամենատարածված հիվանդությունը դա կասվի ռազրիվի, այսինքն հայերեն, չգիտեմ, կասայի մինուսի խնդիրն է, երբ որ Ինչ-որ խոսում ենք հա, քիչ առաջ։ ընկերությունը սնանկ չի, վնասով չի, շահույթ կա, բայց կասայում փող չկա։ Ինքը պահի դրությամբ չի կարող կատարի իր կրեդիտորական պարտավորությունները։ Հիմա ես կարծում եմ այն ժամանակ, երբ որ մարդը տեսնում է այդ մինուսը դրա մարկում, ինքը լավ ուշացել է, մինիմում մի տարի ուշացել է։ Բացատրեմ ես ոնց եմ տեսնում սա, որ եւ շահույթը եւ վնասը ձևավորվում են այդ պահից շատ ավելի շուտ, շատ ավելի մանր գործարքների մեջ։ Օրինակ դու կարաս մի հատ ապրանք ծախես, ինքը շատ լավ ծախվի, բայց այդ ապրանքիդ մեջ դու կոնկրետ ամեն վաճառքից դու մինուս ունենաս։ Եվ հակառակը կարա վնասով վաճառվող ապրանքը, դու ասես լավ էս ապրանքը ինքնարժեքից ցածր եմ ծախում, այս ապրանքը հանես ու պարզվի որ ինքը իր վրա վերցրել էր անուղակի ծախսերի մի հատ կտոր ու դրանով թույլ էր տալի կողքի երկու ապրանքը շահույթով վաճառվեին։ Իհարկե։ Ու այս պարագայում դու այս ամեն ինչ չես կարող ասենց աշկով նայես։ Դու իմ կարծիքով ֆինանսիստը բիզնեսի արյունաբանն է, ով նայում է արյան ցուցանիշները ու շատ ավելի շուտ ասում է եղբայր խոլեստերին ունես, այսօր հա կարող է չտա ինսուլտ դառնա կամ ինֆարկտ դառնա, բայց սրան է գնում։ Արի այսօր այս հարցը լուծենք։ Ու ես կարծում եմ, որ ֆինանսիստը այն մարդն է, ով պետքա մի տարի, 2 տարի առաջ կասվի ռազրիվից կամ սնանկությունից առաջ, ասի, եղբայր, այս տեղերում դու գնում ես դեպի սնանկության, դեպի մինուսի։ Այս կետերում դու պիտի այլ ստրատեգիա որդեգրես, այլ քայլեր անես, այլ ոնց որ ասած չգիտեմ, կրիզիս մենեջմենտը հիմա պետքա սկսես, երբ քեզ թվում է թե ամեն ինչ շատ լավ է։ Բայց այսօր մենք տեսնում ենք, ես իմ հաշվապահական ֆիրմայի հաճախորդների մոտ եմ տեսնում, դու քո մոտ ես տեսնում, որ լիքը ընկերություններ պրոստը ֆինանսիստ ասելով հասկանում են մի հատ տենց թիթիզ բան, որը ավելի պակաս կարևոր է, քան, չգիտեմ։ Հա, իրականում մի քանի պատճառ կա, ընկերությունները առհասարակ ֆինանսական այս ծառայություններին ոնց են վերաբերում, ֆինանսիստին ոնց են վերաբերում։ Նախ ասեմ, ինչի համար է կարևոր է ամեն ինչը, նոր գամ խնդիրներին, էլի, որը որ իրականում մեր բիզնեսի խնդիրներն են, էլի։ Առաջինը, այո, դա
ֆինանսական կառավարումը եւ ֆինանսական պլանավորումը այդ ընկերության ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Ինչի, որովհետեւ հիմա նայ ես ինչ եմ ասում, ֆինանսական պլանավորումը ավելի շատ ոչ թե ֆինանսների մասին է, այլ ոչ ֆինանսական ցուցանիշների Այո, իրականում, այո, որովհետև եւ ֆինանսները դրանք ընդհանրապես այդ հարաբերությունների արտահայտությունն են թվերի տեսքով, այո, բայց պայմանական երբ որ օրինակ դու մարքեթինգ ես պլանավորում եւ այդ թիվը գրում ես քո բյուջեում մարքեթինգային, քո մոտ այդ թիվը գրելով չի, քո մոտ հարց առաջանում, որ այս գումարը որ դու ծախսում ես, ինչ արդյունավետություն ունի, այո, ինչ ակնկալիքներ ունես, օրինակ, այո, պայմանական, ու այդպես շարունակ։ Հետևաբար ֆինանսական պլանավորումը առաջին հերթին ոչ ֆինանսների մասին է, ոչ թե ֆինանսների։ Ֆինանսները դրա արտահայտությունն են եւ այո, կարևոր արտահայտությունն են կառավարելու առումով։ Հաջորդ խնդիրը այդ cash flow-ի, որ ասում էինք, ես գիտես չեմ ուզում այդպես շատ մասնագիտական ոնց որ կարևորությունից խոսեմ, այլ ուզում եմ խոսեմ նաեւ առօրյա հայկական բիզնես կարևորությունից։ Այսօր շատ կարևոր ինչքան է տարածված մեր մոտ խոստում չկատարելը, բիզնես խոստում չկատարելը, ահա, մեկին խոստանալ ինչ-որ մի բան ու չանելը անկախ քեզանից։ Գիտես ես даже չեմ հիշում դու էիր այդպես բան ասում ու ես համաձայն եմ կամ դու չէիր ասում, չեմ հիշում, որ մենակ Հայաստանում կարանք, որ մարդը քեզ պարտք լինի, ասենք դու մեծ խնդրես անընդհատ, որ խնդրում եմ տուր ու մի փուճուր տալուց հետո էլ զանգես շնորհակալություն հայտնես, որ քո պարտքը տվեց օրինակ, հա։ Ու ինքը տենց ամենամեծ խնդիրներից է։ ու ինքը տենց բան է, կրուգավարոտ է, հա, շրջան է, փակ Այո, ցիկլ է, շատ վատ ցիկլ է այդ առումով։ այո, Ու դրա համար առաջի հերթին այս խնդիրը, երբ որ դու ճիշտ ֆինանսական cash flow օրինակ պլանավորում ես անում, բիզնեսմենը իր պարտավորությունները հավուր պատշաճ չի կատարում, ինչի, որովհետև երբ որ դու գալիս ես, ասում ես Մեհեր ջան, օրինակ էս գալիս եմ ասում Գրիգ ջան, էս ապրանքը ինձ տուր, գիտես ինչ կա, ես սրա գումարը կարամ տամ 3 ամիս հետո։ Okay, դու կտաս, չես տա, չես տա, պայմանական, բայց ես հստակ գիտեմ, որ 3 ամիս հետո կարում եմ տամ դա, էլի։ Այս շատ կարևոր է։ Իմ դիտարկումներով այսօրվա բիզնես Հայաստանի բիզնես իրականության մեջ դա ամենալուրջ խնդիրներից մեկն է, երբ որ չեն պահվում թե փոքր, թե մեծ, թե լուրջ պայմանավորվածությունները, հատկապես ֆինանսական։ Ու այն մարդիկ, ովքեր պահում են, մեկ-մեկ ասում ես, օ դու ինչ կարևոր, իդեպ մի լավ ընկեր ունենք Արմեն Աբրահամյան, Արմ ջան, եթե մեզ նայում ես հարգանքներս, ֆինանսական հարցերում շատ հստակ, կոնկրետ, կարա ինքը քեզ ասի, գիտես ինչ, մյուս ամսի 21-ին այս գումարը քեզ կփոխանցեմ, դու մոռանաս, այդ օրը նայես, հետո իր voice-ը լսես, տենաս ինքը ասելա, որ այդ 21-ին այդ գումարը փոխանցել է։ Դա Արմենի մոտ ուրեմն էս կառավարման հարցերը, որ լավ տեղը գցենք, ավելի լավ կլինի, էլի, հա, որտեվ ստե ուրիշ խնդիր էլ կա, կարա ուրիշ հարց էլ լինի։ Փարկաստուն, եթե օրինակ Արմենի մոտ տենց լինի, հիմա չեմ կարող ասեմ, բայց մեծ ուրիշ հարց էլ կա, ինչի է բերում նաև հակառակ էֆեկտին։ Խոսքը Eco Motors ընկերության Արմենի մասին է, ասենց ասենք։ Հա, ինչին կարա բերի նաև հակառակը, պատկերացրու, որ քո մոտ քեշը այնքան լավ է, որ դու միշտ ունես քեշի ավելցոք։ Հիմա այդ ինքնին լավ է, որ դու միշտ ունես քեշի ավելցուկ, թե ոչ, ինչու, որովհետև ճիշտ կառավարման դեպքում քո այդ քեշի ավելցուկը կարա լրացուցիչ եկամուտ քո համար գեներացնի։ Դա չաշխատած եկամտի այո, պատկերացրու, այսինքն համընդեղ է կարևոր, երկու դեպքում է կարևոր է։ Ասենք գնաս ֆրիստայլի, ասենք օրինակ ենթադրենք մեր ինչ որ մեկի մոտ քեշի ավելցուկ կա, թող գնա, ասենք պարտատոմս առնի, հետո դուրս գա, այս պլանավոր օրինակ եմ բերում, կամ պետական պարտատոմս առնի օրինակ, կամ բանկային ավանդ դնի, կապ չունի։ Նկատի ունեմ այս կառավարումը բերում է լրացուցիչ եկամտի։ Այս կտորը։ Հիմա հետ գամ նրան, թե ինչի մեր ոնց են մեր բիզնեսների մեծ մասը վերաբերում սրան, ու ինչ խնդիրներ կան, էլի։ Այսինքն սրա կարևորությունը ոնց որ ասում է բանը out of discussion, այսինքն քննարկումից դուրս է ու 1000 օրինակ էլ կարանք բերենք, էլի, բայց առաջի խնդրեմը որն է, որ մերոնք չեն հասկանում ֆինանսիստը ինչ է։ Մերոնք պատկերացնում են, որ ֆինանսիստը տենց մի հատ մասնագետ է, ով որ պետքա գնա մենակ բանկերի հետ աշխատի կամ գնա օրինակ եթե արտադրություն ունեն, գնա գույքագրի, որ հանկարծ իր մոտից բան չգողանան ապրանք եւ այլն եւ այլն։ Այսինքն որևէ մեկը ֆինանսիստից չի շատ քիչ մարդ է ֆինանսիստ պահանջում խորը ֆինանսական պլանավորում, վերլուծություններ եւ ռեկոմենդացիաներ, թե ոնց ասենք տնօրենը կամ ել չեմ ասում որոշումների կայացում։ Սա մեկ։ Երկրորդ հիմնական խնդիրը այն է, որ ընկերությունները սրա կարիքը նաև չեն ունենում նրա համար, որ ցավոք սրտի շատ ընկերություններ փորձում են այսպես սերի դաշտում
գորշ դաշտում աշխատեն հարկերի տեսանկյունից, ոնց որ դրա կարիքն էլ չեն ունենում ու parza այդ դեպքում եթե այտենց, չգիտեմ, իր շահույթի օրինակ 30 կամ 40% կամ 50%-ը չվաճառված հարկերի հաշվին է գոյանում այդ բիզնեսը, ես անկեղծ բիզնես չեմ համարում, որովհետև ցանկացած իրավիճակի փոփոխություն, թողենք բարոյական կողմը միանշանակ է, բայց բացի բարոյական կողմից ցանկացած իրավիճակի փոփոխություն կարա բերի այդ բիզնեսին լուրջ, այսինքն պատկերացեք, ես բիզնես եմ վաճառում, դու նայում ես այդ բիզնեսը, ասում են, գիտես ինչ կա, ես 100 միլիոն դրամ փող եմ տարին աշխատում, բայց 100 միլիոն դրամից 70 միլիոնը թաքցրած հարկն է։ Այո։ Այդ դու էլ գիտես հարկ թաքցնելու տեղը կոպիտ ասած էլի, իհարկե դա շատ վատ բան է ու ընդհանրապես չի խրախոսում եւ նաեւ այս առումով չի խրախոսում, որովհետեւ բիզնեսը չի կայացած բիզնես չի։ Այսինքն բիզնես մոդելը սխալ է կառուցած, եթե շահութարկի NDS-ի տոկոսը հաշվարկած չի։ Հա, բացի, այսինքն դա ինչ է ստացվում։ Այդ ընկերությանը, Գրիգ ջան, ոչ պետքա մարքեթինգ։ Ռեալ, նորմալ ոչ պետքա նորմալ կառուցվածք բիզնեսի, այսինքն ինքը կարճ ասած մրցակցային պայմաններում իրան պետք չի լինել լավը մրցակցելու համար, որովհետև ինքը վատ գործողության հաշվին եւ իր այսպես քրեական ռիսկի հաշվին ունի մեծ բազա, որ այդ բազայով ինքը շնչում է։ Այո։ Ոստեղ խնդրեմ առաջանում, այսպես։ Հաջորդ խնդիրը կայանում է նրանում, որ ընկերությունները մտածում են, որ այսինքն ինչու օրինակ outsource, այս ֆինանսական տնօրենի ծառայություններին մտածում են, որ ինֆորմացիա դուրս տալու խնդիր կա։ Բայց դե մի հատ շատ հետաքրքիր հարց է առաջ գալիս էլի, օրինակ Պողոս Պողոսյանը կամ չգիտեմ Պետրոս Պետիկյանը ենթադրենք, թողներ ինձ Պետրոս Պետիկյան անունով մարդը, որը ֆինանսիստ է աշխատում, ինքը վաղը դուրս եկավ ու ինքը ինֆո դուրս տվեց պայմանական։ Ում հետևանքներն են շատ իրա, թե Փարվանյան Consulting-ի, որը 12 տարվա բրենդ է եւ այս ծառայությունները ռիսկը ձերն է, փաստորեն դուք, այո, այսինքն մարդիկ չէ, նկատում բիզնեսը մտածում է, որ օրինակ եթե դրեք ինքը ընկերության outsource անում, ինքը տեղ ինֆոյի խնդիր է ունենում, բայց ընդհակառակ այդ դեպքում իր ինֆոն ավելի պաշտպանված է, որովհետեւ Okay։ հա Արի մենք շատ խոսացինք այն թեմաներից, որը հետաքրքիր է արդեն կայացած մեծ բիզնես ունեցող մարդկանց։ Արի մի քիչ էլ խոսանք նենց թեմաներից, որը հետաքրքիր է նոր մի քիչ վախեցնում ենք ոնց որ մեր այն ընկերներին, ովքեր նոր են բիզնես սկսում, մենք էլ ենք ինչ որ ժամանակ սկսել ու երբեք ոչ մեկ չի կարա երաշխիք տա, որ մենք նորից նույն ճանապարհը չենք անցնի, որովհետև իմ կարծիքով բիզնեսմենը նաև այն մարդն է, ով պետքա պատրաստ լինի ցանկացած տարիքում զրոյից սկսելու։ Անպայման։ Հարցս քեզ հետեւյալն է. ինչ խորհուրդ կտաս այն ուսանողներին, ովքեր նոր ինստիտուտը ավարտում են կամ 3-4 կուրս են, ինչ որ մասնագիտություն են ընտրել, հավատացել են, որ այդ մասնագիտությունը իրանց կարա փող բերի ու հիմա պետքա մտնեն արդեն կամ աշխատուժի շուկա կամ բիզնեսի աշխարհ։ Ինչ խորհուրդ կտաս իրանց։ Խորհուրդ կտամ, որ հասկանան արդյոք իրանց կոչման մեջ են թե չէ։ Ոնց են հասկանում իրանք իրանց կոչման մեջ են թե չէ։ Հիմա որ ասեմ դու էլ շատ հետաքրքիր է էլի իրականում մի քանի պարամետր կա դրա համար առաջինը դա այն է որ դու բավարարվածություն ես ստանում քո կատարած աշխատանքից այո հաճույք ես ստանում բայց մարդը սովորում է հələ ոչ մի բանից հաճույք չի ստանում չէ ինքը սովորելուց հա ինչից որ հաճույք է ստանում սովորելու process հա օքեյ իմ համար դա հոգեբանությունն է եղել հա Okay, դրա համար էլ հա, բայց դες դրա համար էլ դու կլուբ, դրա համար էլ մարքեթինգ, դրա համար էլ զարթուցիչ, դրա համար էլ վաճառք, դրա համար էլ հաշվապահությունից դուրս եկար։ Այո։ Ռեալ է։ Հա, ու որտեղա որ ինքը իրան լավ ազգում ու նաև արի սենց ասենք էլի, մենակ սովորելու փուլում չէ, նաև աշխատելու փուլում ասենք, որ ամբողջական լինի, էլի։ Հաջորդը, դու երբ որ քո կոչման մեջ ես, քո արած գործը ոչ միայն քեզ հաճույք է պատճառում, այլև քո համար որոշակիորեն հեշտ է ստացվում։ Այսինքն պայմանական ավելի հեշտ է ստացվում, քան ուրիշ գործերը կամ հա, սա երկրորդ շատ կարևոր բանն է, հեշտ է ստացվում։ Երրորդ ամենահետաքրքիրը մենք դեն կարծատիպն ենք էլի ջարդում, որ պիտի չհանձնվես երբեք, պիտի ես ասում եմ, եթե դու քո ճանապարհով ես գնում, ինքը շատ հեշտ է։ Հա, դժվար պահերը լինում են, կռիվ տալու օրեր լինում են։ Հա, մեծ հաշվով հեշտ է։ Դու չես կարող անընդհատ մեծ բաների տակ, մեծ ամրացում, մեծ աբարոտների տակ աշխատես, կմեռնես պրոստը։ Ու մարդիկ ընդ որում մեծ աբարոտներն էլ հեսա կգամ, երկրորդ մեծ աբարոտներ եթե գալիս են երբ որ դու քո կոչման մեջ ես ու վստահ եմ դու էլ քո վրա այդ բազմիցս զգացել ես հենց հիմա դու ստեղ նստած մեծ աբարոտի տակ ես աշխատում Գրիգ ջան ասել իմանաս ասենք հա դու չես հոգնում այո չես հոգնում եթե դու քո
գծի մեջ ես, դու չես հոգնում գլոբալ, ու չես հոգնածնում։ Հա, կարող է մեծ հաշվով ասենք այդ օրը գնաս, ասենք տունան գնաս դիվանին ասես հոգնած եմ, բայց գլոբալ առումով չես հոգնում։ Ուրիշ հոգնած։ Իդեպ մի հատ բան պատմեմ, քեզ միտքդ հիշե, էլի։ Իմ կյանքի իմ կարծիքով հաջողությունները սկսել են մի հատ անհաջողությունից։ Ես 6 տարեկան էի, փող էի հավաքել 10 ռուբլի, որ գնայի գիտար առնեի, այդ գիտար առնելու գաղափարն էլ вообще իմը չէր, տենց ինչ որ գիտարիստ էի տեսել, ոնց որ դուրս եկել էր, տենց որ գիտարա նվագում, տես լիքը այն ժամանակ տենց 80-ականների ինչ որ վիդեո էր, չեմ էլ հիշում իմը ով էր, տես լիքը սիրուն կանայք աղջիկներ էին նայում, երբ այդ պահն էր ինձ գրավել, որ եթե դու գիտար նվագես, ուշադրություն կունենաս շատ։ Ու տենց նպատակ էի դրել առանց հասկանալու, որ ես երաշտական ոչ մի հակում չունեմ։ Ու փող էի հավաքել 10 ռուբլի, ծնունդիս նվեր էին տվել, բանից հավաքել էի կասա, ու պապայի հետ գնում եմ գիտար առնելու, ու այդ գիտարի խանութը կամ փակ էր կամ չկար, արդեն չեմ հիշում։ Ու ես այդ պահին ոչ թե ասել չէ, պետք է երբեք չհանձնվեր, սпасել մինչև մյուս գիտարը բերեմ, լավ այն ժամանակ այդ մոտիվացիոն սխալ թեզերը չկային, էլի այն Չերչիլի կոնտեքստից կտրված այդ թեզերը չկային, երբեք մի հանձնվի, գնա, այնքան մինչև գիտար լինի։ Այդ բան պապան ասես կարող ուզենաս կիմանո առնենք, ասի հա, ոչ չէ։ Բա ոչ չեմ ուզում։ Ու կիմանո առանք, ու ես գնացի կարատեի, ու կարատեն ու առհասարակ գնում տեքվանդո մինչև այսօր իմ կյանքի վրա շատ ավելի մեծ ազդեցություն է դա թողել ու քո ասած նայ այդ մեծ աբառոտները երբ որ դու դրա մեջ ես դու ամեն ինչ գալի կպտում ես սպորտնա քոնը դու սպորտով ես զբաղվում մասնագիտություն սա գալի մի հատ sense համակարգ է դառնում ու ես հիմա ասում եմ եթե ես գիտարիստ դառած լինեի դու պատկերացնում ես ինչքան մարդու գլուխ կտանեի ինչքան մարդու կհոգնածնեի միտեղ նստած ասենք իմ տաղանդի բացակայությամբ գիտար կնվագեի ու միգուցե իմ այդ անտաղանդությամբ տաղանդավոր գիտարիստին էլ կարող լրացնես մա կարող կողի սենյակում տաղանդավոր գիտարիստ նստած նվագել ես դաժե իրան կխանգարեի ու կհոգնած գիտար սովորածել էր քեզ ավելի լավ հետաքրիր համոհոտդ իրականում կտար ասեմ դու գիտարիստ չէիր դառնա չէ բավոր դառնայի չէ բավոր տենց էլի սիրահարվեի այսինքն շատ հեշտ է այդ տարիքում սխալ նու կարծել որ դա քոնն է էս էլ ասեմ շատ տենց այդ սահմանը շատ դժվար է դե ինչ որ դու 6 տարեկանում ես արես տարի ու կես առաջ եմ արել գնացի մոտ գիտար առել էսի բայց ուրիշ է կստացի մի օր Բաքուն էլ գիտար առավ ես վերջերս իրար նստածինք մեկ էլ տեսավ երաշտական գործիքների խանութը մտավ մի հատ գիտար Բաքուն ես գիտարը քեզ առել հեսա հարցնելու եմ լավ դուրս չառա ինձ նվիրես իմ լավ ընկեր Արտակը Ներսյան որ հայտնի շրթարմոնահար Դեվիդ բան տեսած կամի կլաբից բան ինքը նվիրեց որ տես պիտի գնայի պարապեի բան բայց հələ հետ օքեյ ես այս տարիքում կառնեմ մի հատ գիտար հա բայց ես իմ կյանքը եթե կապեի գիտարը դրիվ ուրիշ է համաձայն եմ այ խոսում ենք այ նորից գալիս ենք բարի գործակցի մասին այո նորից դրա մասին ենք խոսում քեզ կիմանոն փրկեց էլի հա համաձայն եմ իսկ կիմանոն փրկեց որովհետև եթե նայում ենք իմ պսիխոտիպերին սպորտը շարժումը մարտարվեստը այդ լրիվ իմն է իմ մասին է ու հետո մնացած ամեն ինչ էլի կառուցվել է դրա առանցքի շուրջ էլի դա շատ կարևոր է առանցքը շատ կարևոր է այ հետեւաբար այդ որ հետ են գալի խորհրդին այո խորհուրդը հետա որ մարդը այդ զգացողությունները իր մեջ փորձի հասկանալ այդ զգացողությունները եթե կան ինքը ճիշտ տեղ է արի մի խորհուրդ էլ ես տամ քեզ լրացնելով ցանկացած տարեկում ես խորհուրդ կտամ մեր ուսանողներին փորձել վաճառել, սովորել վաճառել, որովհետև ցանկացած գործնական հարաբերություն սկսում է վաճառքից։ Վաճառքի այն կետնա, որով սկսում է այդ ձեռք սեղմումը եւ այդ այն կետնա, որտեղ առաջի փողն է սկսում լինել։ Դու կարող ես, չգիտեմ, առաջի կուրսում ես անձամբ ուշացրել եմ աշխատելը, եթե հիմա ես նայեմ, ես առաջի կուրսի ուսանողներին խորհուրդ կտամ այսօրվանից անել դա։ Ասեմ արդեն ուշացրել են առաջի կուրսի ուսանողները։ Բայց արի ասենք որ այդ էլ է բան, բայց էլ պետք է կարծրատիպ կոտրենք մի հատ, որ վաճառելը շատ լավ բան է։ Ընդհանրապես վատ բան չի։ Այսինքն վաճառել Երբ որ ասում ենք վաճառել, չէ, վաճառելը լավ բան է։ Հա, վատ բան չի, լավ բան է։ Okay, հա։ Շատ լավ։ Սկզբում հակառակ ասեցի։ Չէ, հա։ Okay, հա։ Հա, չէ, ուզում հակառակն ասեի հաստատ։ Հա, ինչի համար է շատ լավ բան իրականում վաճառելը, որովհետև մենք մեր ընկալման մեջ գուցե հələ սովետական միության ժամանակից եկած ինքը վատ բան է ընկալվում, ինչի որտեվ որ դու մարդուն համարում ես, ասենք վաճառող, քեզ թվում է որ ինքը ինչ-որ մի բան ուզում է որ այդ նաղդած լինի։ Հա, կամ 130 կիլոանոց մի հատ կինա, որը երթի կա ծախում։ Խնդիրը այն է որ ինքը երբ որ վաճառել մարդ հասկանում է մեր ընկալման մեջ, մեր հանրության հասկանում են որ ինչ որ մի բան դու վաճառում ես, որը
չի համապատասխանում նրան, ոնց որ դու իրան ներկայացնում ես, բայց դա տենց չի։ Իրականում վաճառքը դա win to win-ն է։ Այսինքն երբ որ դու գալիս ես ասում ես Գրիգ ջան, գիտես ինչ կա, ես ունեմ այս product-ը, որը սա ունի այս առավելությունները, այս թերությունները։ Երբ որ դու սրա դիմաց սա վճարում ես, ստանում ես սա, եւ դու արդար ես, եւ դու ազնիվ ես, եւ այդ վաճառքից հետո, այո, եւ այդ վաճառքից հետո այդ մարդը բավարարված է լինում ինչը որ ինքը ձեռք բերեց։ Այստեղ մի կարևոր բան էլ պետք է ասել, էլի, շատ հնարավոր է որ մեր կյանքի ընթացքում լինեն դրվագներ, որ մենք ուզենանք լավագույնս անել, բայց ինչ որ պիրուտներ դա չստացվի։ Այստեղ պետքա չհանձնվել ու պետքա չասել դա չստացվեց, չէ, ամեն ինչ պետքա անել, որ դա ստացվի եւ པարզ ճակատով դուրս գալ, որովհետեւ ես միշտ ասում եմ, որ օրինակ, եթե մեր մասնագիտությունից կամ ասենք հաշվապահական, չգիտեմ, իրավաբանական խորհրդատվական ոլորտից խոսենք, ընդ որում ամեն ոլորտից, չգիտեմ, օպերատորությունից էլ, հա, պրոֆեսիոնալիզմը այն չի, որ դու չես սխալվում, որովհետեւ եթե դու ապրում ես, դու սխալվում ես։ Պրոֆեսիոնալիզմը նա է, որ դու քո սխալները արագ կարողանում ես գիտակցես եւ մաքսիմում լավագույնս առանց հետևանքների դրանք կարողանում ես ուղղել։ Էսա պրոֆեսիոնալիզմը։ Դե չէ։ Համաձայն եմ։ Win-win-ի թեման զարգացնելով ուզում եմ գանք այսօրվա մեր դիալոգի վերջի մասին, որովհետև ես հասկանում եմ, այս տեմպով մենք կարանք մինչև լույս խոսանք։ Ես ասում եմ, չէ, քո չգիտենք ուր կգնա դիալոգը։ Այն ինչ մտածել էի կարանք այսօր քննարկենք, դրանց вообще չանադարձանք։ Թեման հետեւյալն է, նայ, բիզնեսի ամենասկզբում մենք սովորում ենք ճանաչել համ մեր շահը, համ դիմացինի շահը։ Այդտեղ ու հետո փորձում ենք այդ երկու շահերի հատման կետը գտնել։ Դա այն որ ամենանախնական բիզնեսմենի առաջի քայլերն է։ Բիզնեսմենի զարգացման ավելի մեծ ոնց որ հասուն этаպներում մենք արդեն տեսնում ենք մի քանի շահերի համընկնումը եւ այս իմաստով կլուբը, մեր ակումբը, կապիտալը նաեւ քո համար շատ win-win-win մի 10 վինով տեղ է, այսինքն դու նշեց օրինակ մենակ Պարտատոմսերի թողարկման այդ ձեր кейսը 2, 3, 4 ակումբ ակցի հետ արել ես, բոլորից շահավետ է եղել։ Մի հատ էլ շահավետ է ակումբին, որովհետեւ ակումբը ուրախ է, որ իր կազմակերպած ոնց որ ասած բանում, հա, միջավայրում տենց գործարքներ են տեղի ունեցել, այսինքն առնվազն 3-4 վին արդեն ես տեսնում եմ։ Ու ես կարծում եմ, որ փորձառու բիզնեսմենները եւ փորձառու քաղաքագետները, օրինակ Բերեզովսկին, չէ, հայտնի բիզնեսմեն ու քաղաքական գործիչ ա եղել, իրանք այն մարդիկ են, ովքեր կարում են տեսնեն այդ վիները ու դրանք համատեղեն, ու մեծ փողը տեղա։ Մեծ փողը, ինչքան win-win-win-ը կա, շատ է, ինչքան դու դա տեսնում ես ու կապում ես, մեծ փողը տեղա։ Համաձայն եմ, այդ առումով մի բան ասեմ, հետաքրքիր վարժություն ասեմ, իմ համեստ փորձից ելնելով մեր ընկերներին է կարապետ գա։ Win-win-ը ոնց եմ անում ես։ Օրինակ, ես առաջարկ պիտի անեմ քեզ, իմ թիմը, որը որ պատրաստել է այդ առաջարկը քո համար, ես սկսում եմ սցենարային խաղարկում անել եւ ինձ դնում եմ քո տեղը ու իմ թիմին ասում եմ եկեք սկսեք ինձ ներկայացնել, հա։ Ու իրոք այդ դեպքում լինում է win-win։ Այսինքն երբ որ դու փորձում ես ում առաջարկն անում ես արդար եւ ազնիվ կերպով սկսում ես իր դիտանկյունից նայել եւ այդ ամեն ինչը քննել, գալիս է այդ win-win-ին, ընդ որում գիտես խնդիրը որն է, որ այդ դեպքում դու նույնիսկ հնարավորություն ունես դու դիմացինին իր win-ը ցույց տաս, որ ինքը չի տեսել։ Լրիվ համաձայն եմ։ Okay, եւ այս իմաստով ես կուզենայի նաեւ մենք ակումբից խոսանք, քանի որ դու նաեւ մի քանի ակումբների անդամ ես ու կուզենայի հասկանալ ինչ է ակումբը քո համար։ Կլուբ կապիտալը ինչ է քո համար ու ինչ կարա տա առասարակ բիզնեսմենին ակումբը։ Ես այս վերջերս մի post էի արել, ես վստահ եմ, որ այդ բոլոր ակումբներում, որի անդամ եմ ես, ընդ որում եթե բոլորի անդամ եմ, բոլորն էլ շատ եմ սիրում իրականում, հակառակ դեպքում անդամ չէի լինի, ես վստահ եմ, որ տարբեր դիտանկյունից խոսվել է, բայց մի դիտանկյուն կա, որը ես վերջերս post արեցի, բոլոր ակումբներին է դա վերաբերում, որտեղ որ ես անդամ եմ։ Փորձիկ մենակ կլուբին ասես հələ։ Չէ, շատ կարևոր է։ Լավ, ահա, դավայ։ Շատ կարևոր է, որովհետև էս իրոք շատ կարևոր է։ Լավ, աս։ Միջավայրի տեսանկյունից եմ ասում։ ասում։ Դավայ։ Այդ ինչ է տալիս, երբ որ դու բիզնեսի համար, մանավանդ հայ բիզնեսմենի համար, մեր մենտալիտետով, մենք ունենք գլուխ գովալու հատկություն, մենք ունենք հպարտանալու հատկություն, մենք ունենք վեր թռնելու հատկություն,
այսքան ցույց տալու հատկություն եւ այդ ամեն ինչը կործանարար է իրականում։ Ակումբը գիտես ինչ է տալիս, երբ որ դու Բաքում քո ընկերների շրջանում կայացել ես որպես բիզնեսմեն, երբ որ դու քո դպրոցի դասարանցիների շրջանում կայացել ես որպես բիզնեսմեն, ինչ որ փող ես աշխատում, ունես անձնակազմ եւ այլն, դու տենց տարբերվում ես իրանցից ու այդ շատ վտանգավոր է քո համար։ Ակումբում դու չես տարբերվում։ Դու արել ես մեկը, մյուսը արել է 5-ը։ Ակումբում մեկը մյուսից սովորում եք, մեկը մյուսով հիանում եք եւ ամենակարևորը այդ թակարդի մեջ ակումբը թույլ է տալի որ դու չընկնես։ Ես ուզում եմ ես ինչի եմ, այսինքն ես շատ բաներ կարամ ասեմ կլուբ կապիտալը ինչ է տալիս, հա, որոնք իրավացի էլ կասեմ եւ որոնց մասին թե դու ես խոսում, թե ես եմ խոսում, թե մեր մյուս ընկերներն են խոսում, բայց ես հիմա այս բանին ուզում եմ սրա վրա ուշադրությունը հրավիրեմ, որովհետեւ ուրեմն վստահ եմ սրա մասին չի խոսվում։ Այո։ Այս բայց շատ կարևոր բան է։ Իսկ չի թողում դու միշտ դու զգոնես, միշտ թափես, ոչ մի հաջողությունից չես կուրանում, մեկ էլ պատտվում ես, տեսնում ես մեկը 10 այդքան հաջողություն հանգիստ արել։ Ասենք հասնում ես 1 միլիարդի շեմին օրինակ, Հայաստանում 1 միլիարդ պլյուս բիզնեսները արդեն են բիզնեսներն, ովքեր տենց լավ տեղավորվել են։ Ուզում ես միացած շունչ քաշես, մեկ էլ տեսնում ես կողոտ նստած անգերով 20 միլիարդ անում։ Իհարկե։ Հասնում ես 20 միլիարդ, ասում ես, օքեյ, ես $50 միլիոն оборот ունեցող կամպանիա, մեկ էլ նայում ես նույն մեր ակումբում կան ընկերներ, ովքեր 30 միլիարդ են անում։ Շատ կարևոր է։ Ու մեկ էլ կներես գնում ենք Այլանդսի մեր հանդիպումներին, Այլանդսի երկրներում, այնտեղ լրիվ ուրիշ չափան միավորներ են գործում, նստած ես, մեկ էլ տեսնում ես մի հատ գործար, անում է, ասում ես, ինչքան ես անում, ասում է, դե 100 միլիոն եվրո։ Ու ուզում ես արդեն ես գիտեմ էլի այդ տարին թե ամիսը շատ ակուրատնի եմ հարցնում, որովհետև հաճախ ամիսն է այդքան լինում ու այդ ժամանակ ոնց որ դու քո հարցից մի քիչ էլ բան ես լինում էլի։ Բայց մի հատ նոր սկսվողների խորհրդի հետ կապված շարունակություն կա, որ հիմա ուղղակի կա ու շատ կարևոր անպայման ուզում եմ ասել։ Ասա ու դրանով ավարտենք։ Երբեք միշտ ունեցեք տեսլական, միշտ ձեզ պատկերացրեք ապագայում 5 տարի հետո, 10 տարի հետո, առաջին երկրորդ, երբեք մի համեմատվեք ուրիշների հետ։ Կողքինի հետ երբեք մի համեմատվեք։ Միշտ համեմատվեք ինքներդ, անկեղծորեն, ռեալ աշխատեք համեմատվել ինքներդ ձեզ հետ երեք։ Այսինքն անպայման ամեն ինչ արեք, որ այսօր հստակ դուք ասեք դուք ավելի լավն եք, քան երեք, այս երկրորդ։ Եվ երրորդ, այդ որ ասի ունեցեք տեսլական, այսօր մի համեմատեք ձեզ ձեր տեսլականի հետ, որովհետև դուք կպարտվեք։ Այլ ունենալով այդ տեսլականը ամեն օր քայլ առ քայլ աշխատելով գնացեք առաջ ու հիշեք, որ ճիշտ ընթացքի ժամանակ ամեն բան միշտ բարի գործակից է։ Դե ավարտենք, որ խոսանք շատ խոսանք, բայց ժամանակի մեջ մենք անենք, սահմանափակենք, դեռ կհանդիպենք, կարծում եմ էլի այս ֆորմատով։ Ես ասել եմ ամենաշատ դիտումներ ունեցող 3 ոդկասթների հյուրերին, ես երկրորդ անգամ կանչելու ու երկրորդ մաս եմ նկարելու։ Այս ոդկասթը լրիվ շանսերն ունի դինելու այդ 3-ի մեջ։ Այս բանը առաջի տեղում Ծյուշի ոդկասթն է, երկրորդ տեղում Բակուրի, երրորդ տեղը Արսենի ոդկասթն է։ Տեսնենք։ Okay. Շատ ժիվոյ, շատ կյանքով լցված ոդկասթ նկարեցինք իմ գործընկերոջ, իմ լավ ընկերոջ, իմ ակումբակցի հետ։ Մերժան, շնորհակալ եմ քեզ գալու համար, սենց համու հոտի համար, սենց էներգիայի համար։ Դե մինչ նոր հանդիպումներ, նոր ֆորմատներ։